Ախ, այս դերասանները, օй։ Հոպ, նայեք Կողմնորոշված չեմ։ Կերպարային առումով։ Բարբի։ Հալյովոչկա։ Ասել եմ, սկզբից է, ասել եմ, որ սև է։ Ես ծանր ոսկոր Ես շատ տենց բարի հավես են որ ծիրուն կուկուշ տղա։ Ես ամենասկզբից ասել եմ, որ իմ կարծիքով դու ամենալավ խաղացողն ես։ Այո։ 3, 2, 1։ Out cum scută, out in scută, Վահանով կամ Վահանի վրա։ Այս խոսքով էին հին Սպարտայում մարտի դաշճանապարհում ռազմիկներին։ Մաֆիադորում եւս երրորդ ելք չկա։ Կամ հաղթում ես, կամ ուղղակի երացվում։ Թուլամորտների մուտքն այստեղ արգելվում է։ 8 մասնակից, որոնց ուղիները կհատվեն մաֆիադորում։ Ռաֆի Թադևոսյան, կոսմոպոլիտ չէ, բայց սիրում է կոսմոպոլիտան կոկտեյլ։ Կոսմոսում զբաղվել է կոսմոպոլիտան ամսագրի վաճառքով։ Հայկ Մկրտչյան, մաֆիադորի առաջին եթերաշրջանի բերլինցի մոտոցիկլավարը, հայտարարեց, պայքարում է քյարթերի անհավասար բաշխման դեմ։ Դիանա Շատվերյան, մաֆիադորի առաջին եթերաշրջանում Բարբի էր։ Ֆանտաստիկ արդյունք գրանցեց եւ հայտնվեց խաղի չեմպիոնների լիգայում։ Կարո Հովանեսյան, մաֆիադորում հասցրել են նոր բառ հորինել՝ մոլորակակից։ Եզրույթը բառարաններում գրանցելու գործընթացը լեզվի կոմիտեում շարունակվում է։ Բորիս Մելքոնյան, մաֆիադորի բնիկ կենտրոնցի տղան, բոքսի մայլից, 0 հանդուրժողականություն ունի ֆոբիաների նկատմամբ։ Արուսիկ Մկրտչյան, մաֆիադորի առաջին եթերաշրջանում խաղին ուղիղ Լաս Վեգասից էր եկել։ Նոր հաղթանակի ակնկալիքով է վերադառնում։ Իրինա Այվազյան, Սոլեյ տիեզերանավում ինքնահայտարարվեց որպես մաֆիադորի ձգողականության ուժ։ Առաջին եթերաշրջանում կարմիրների ահն ու սարսափն էր։ Արսեն Ներսիսյան, Արսենը Մարսից էր մաֆիադոր եկել։ Ինքնամոռաց բղավում էր, ինձ 2 րոպե հանգիստ թողեք։ Բարի երեկո, սիրելի ընկերներ։ Հիմա հարց կառաջանա, այս ինչ հարազատ դեմքերով ենք հավաքվել։ Անես տպավորությունա, որ իմ փոքրիկ վիճիրին կանո ես եմ հրավիրել, ինձ բոլորը հարազատ մարդիկ են, բայց չէ։ Իրականում այսօր հավաքված ենք այստեղ մաֆիադորի առաջին եթերաշրջանի լավագույն մասնակիցներով։ Հայկ, առաջարկում եմ ինչև այդ, քանի որ դուք տարբեր խաղերում եք խաղացել, մի հատ թարմացնենք հիշողություն, նորից ծանոթանանք միմյանց հետ։ 30 վայրկյան ունես, Հայկ, պատմիր քո մասին, ներկայացիր, լավագույնս ներկայացիր, որ հետո տեսնես ով է քո հետ խաղում։ Ես չգիտեմ ով եմ, կողմնորոշված չեմ։ Կերպարային առումով եւ առասարակ։ Խաղից շատ ծղալ եմ, սկսում ներկայանալ։ Անում ենք Հայկին առաջին։ Շորտեղից փախե եկել եմ ստեղ, անցածին նույն բաներն էինք ասում, դրա համար կրեատիվ բան չեմ մտածել։ Ներելի է, ներելի չի։ Քո դեպքում չեն ընդհանրապես չեմ կարողանում։ Այո, մաֆիադոր 1-ի չեմպիոններով եք այսօր մի խոսքով խաղալու։ Չեմպիոնների լիգան է։ Այո, հիմա փորձիր դու ավելի չեմպիոնացնել մեր խաղը։ Խնդրեմ, Կարո, պատմիր քո մասին։
Նախ ես ներկայացել եմ Դենզել Վաշինգտոնի կերպարով ֆիլմից, եթե կհիշեք, դրին ռոշլի։ Ես ասում ով է նստած։ Հայք թող Մարտիրյան ներկայացնի, դու րոպե։ Ժամանակ սև է, հիմա փոխվել է մի քիչ ամեն ինչ, հա։ Նաև կերպարի ինտրոդուկցիոնն է կարևոր, ինչը ինքը համ ոստիկան էր, համ նաև գանգստեր էր։ Դրա համար ես կարող եմ երկու դաշտում էլ լինել, եւ որպես կարմիր, եւ որպես սև, պատրաստ եմ երկու Ես դաշտում։ շատ հարմար կլինի մեր խաղալի մեջ կարող։ Երկու դեպքում էլ այո դու կարող ես հանգիստ հարմարվել քո դերին։ Ռաֆի, խնդրեմ պատմիր քո մասին, հիշացրու կամ ներկայացրու, ով չի ճանաչում, դու ով ես, ինչ դերակատարում ունես այսօր։ Ողջունում եմ բոլորին, ուրախ եմ խաղալ, շնորհավորում եմ գեղեցիկ սերի ներկայացուցիչներին մի ամսակի արդիվ։ Շնորհակալ։ Ես Ռաֆին եմ, հետաքրքիր խաղ եմ ակնկալում, այսօր քաղաքակիրթ բանտարկյալի կերպարով եմ։ Քաղաքակից բանտարկյալ։ Քաղաքակիրթ բանտարկյալ։ Շատ սխալ գիտես գնում, Ռաֆի ջան, հատկապես անունը մի քիչ ինչի։ Ռաֆի, դու գիտես որ դու Տարանտինոյի ֆիլմերից ինչ որ մեկի կերպարն ես։ Այնտեղ քաղ բանտարկյալներ չկային։ Ինձ թվում է Տարանտինոյում, քանի որ կա զզվելի ութնյակ, ոնց էլ լինի մեկնոց։ Ես կարծում եմ սա այդ զզվելի ութնյակի հետ ոչ մի կապ չունի։ Մենակ ուտա։ Ես Ալավ, դու ոնց ուզես։ Okay, դու զզվելի Ինքը ութնյակ։ զզվելն է մենք ութնյակ։ Որից խնդրեմ 30 վայրկյան ունես պատմիր քո մասին։ Ես կարծում եմ Նյու Յորքի բակերից մի բախտախնդիր երիտասարդ եմ։ Բախտախնդիր։ Այո, Բրավո։ խելացի բառեր եմ սովորել, որ գամ այսօր օգտագործեմ։ Աճարյանի բառը անեմ։ Կարծացա, հա, այդքանը։ Ես շատ տենց բարի հավես sense եմ որ սիրուն պուպուշ տղա, այդքանը։ Հասկացա, Նյու Յորքում չեմ կարծում որ շատ են պուպուշ բարի հավես տղաք։ Բախտախնդիր։ Քանի հատ բառ ես սովորել այսօր վաղ։ Այդ մեկն է սովորել, եկա ասացի, ինչ ես ուզում։ Վայ։ Հասկացա։ Ձյաննա ներկայացիր։ Ես ուզում ասեմ, որ մենք Հայկի հետ ենք փախել այնտեղից, որտեղ Ահա։ փախել ենք։ Այո, Չի հիշում, այո։ ես հիշում եմ։ Չի տեսնում, որ նույն հագուստով ենք ներկայացել։ Մենք մանկության ընկերներ ենք, Ու Հայկը մանկության ընկերներ եք։ Այո, մենք տենց փախել ենք Հասկացա։ Տեխասից։ Հասկացա, շնորհակալություն։ Քալս գեյմերում։ Ես մի անգամ էլ եմ հիշեցնում, որ այստեղ հավաքված են առաջին եթերաշրջանի լավագույնս իրենց դրսևորած խաղացողները։ Այսինքն պարտադիր չի սևով կամ կարմիրով հաղթած դեմ, պետք է լավագույնս լինեն, ես էլ եմ սովորել միջին։ Իրինա Գեղեցկուի, դու այսօր բար բիդես։ Չէ, Ջենզիով, սենց։ Դուբլյորն է։ Բարբի դուբլյորն ես։ Խնդրեմ պատմի 30 վայրկյան դուբլյորը կյանք շատ Ուղղակի աշխատում էի անձնակազմում, առաջարկեցին որպես դուբլյոր, այսօր ներկայացնած Աղյադորում։ Այս տղա քո 30 վայրկյան չես մտածում։ Քանի որ Հայկ ջան հարմար չէր Բարբի։ Իրա օգնական Իրինան է, Բարբի չի, հասկացա։ Այ Իրինան ավելի է դուր գալիս։ Այդքանով կեստումա բավարար է։ Հասկացա։ Իրինայի մասին ունեցանք այդքան ինֆորմացիա։ Այսենց։ Սիրելիս, խնդրեմ։ Ես իմ սիրած ոճը այսօր նաև այստեղի կերպարին է համապատասխանում, սենց street style-ոտ դրեդերով DJ-ական։ DJ վակցինան ես թե արուսիկա այսօր։ Չէ, ինչ որ կերպար եմ, որը որ մեջտեղում Հասկացա։ Արուսիկի եւ DJ վակցինա։ Արուսիկի եւ վակցինայի մեջտեղում, հասկացա։ Արսեն, խնդրեմ, դու համբերատար սպասում ես, որ քո մասին պատմես։ Վերջինն է, այո։ Վերջինն է։ Hi everyone. Որովհետեւ առաջինը Արամն էր։ Yes. Արսենն անգլերեն բառեր I'm Arsen. Just came from Vegas. Ես Վեգասի խաղատներից մեկից եմ եկել։ Հիմա նույնը ֆրանսեր։ Խաղս կիսա թողեցի, որովհետև ասացին, որ Փողերն մաֆիա դորի պետք է գա։ Օ, Տենց որոշեցի գամ մաֆիա դորի, որովհետև ավելի հետաքրքիր է։ Լաս Վեգաս Տաշիր Արենա ուղիղ չվերթից։ Այո, ուղիղ հասկացա։ չվերթով եկել եմ։ Ու ավելի եկամտաբեր։ Yes. Yeah. Thank you very much. Հասկացա։ Ծանոթացանք։ Your supporting. Ծանոթացանք միմյանց հետ, կարող եք ծափարել, այո, ողջևորել։ Ցերևս սա ինձ թվում է այսօր համարյա վերջին անգամն է լինելու, որ դուք իրար ծափարում, այսինքն սիրում եք։ Սա ինձ հետո գնալու է կոտորած, այսպես ասած։ Կոտորածն անգամ։ Հիմա ժամանակն է, որ որոշեք ձեր ֆիլմի անվանումը, որտեղ պետք է նկարվեք, ես էլ պրոդյուսինգ անեմ ձեր ֆիլմին։ Ինչ կարծիքներ ունեք, այս sense խառը թեմատիկաներով, ինչ ֆիլմում կարող եք հանդես գալ բոլորը։ Կոտորածն անգամ։ Այսօրվա Օսկարի հաղթած ֆիլմի անունը պատերազմ։ Sinners։ Վայ Իսկ մի փոքր ավելի տենց դրական չէ, ուղղակի Մենք Օսկար ստանանք։ Վեգասից փախածները։ Վեգասից փախ։ Մերակ դու ես։ Այդ ինչ էգոիստ մոտեցում ես։ Եկեք դենք բորշ մեր թեմի անունը։ Խառնաշփոթ։ Մորջ։ Բորշ, Բորշ։ 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 Հասկացա։ Մի քիչ Այդ 10 վայրկյան որոշելու համար գնացինք։ Ոնց որ վիրավորանք։ Ֆիլմի անունը վերջնական։ Քանի հոգի ենք։ 8 տարբերակ կա։ 8 հոգի է։ Ո՞ց տարբերակ, այո։ Ժողովուրդ եկեք բորշ էլի լավ էր, իսկական։ 4 3 Վտանգավոր 2 1 Ասմինոկ։ Այս մինող
Իսկ կարծում եմ բորշը ավելի լավ։ 8 ոտնուկ։ Եկեք բորշը պահենք։ Բորշ։ Բայց 8 ոտնուկ։ Բորշը շատ Դեսի գեղեցիկ է։ 8 ոտնուկը։ Բորշ, որոշված է։ Մենք նկարահանում ենք բորշ ֆիլմը։ Գիտես ֆիլմի անունը այդքան կարևոր չի, կարևոր որ նկարում ենք մենք ու նկարում ենք դաշինարեն։ Սա հաղորդավարական։ Բորշը շատ լավն է։ Օրինակ դա Արսենի փուլախա բորշ անվանում։ Այո, աբյուզը։ Դե ինչ անցնում ենք առաջ։ Հիմա ես ձեզ կբաժանեմ այս փոքրիկ սև ծրարները։ Հիշեցնեմ, որ ոչ մեկ ծրարը խաղի ընթացքում, բացի այս մի անգամից, չի բացելու։ Ծրարին ձեռք չեք տալ, ծրարները մնալու են սեղանեն։ Ես հերթով ձեզ կբաժանեմ ծրարները, որտեղ գրված է, թե դուք ինչ դերով եք հանդես գալու բորշ ֆիլմում։ 3 հաշվարկին նոր բացելու եք ծրարը, հիմա խնդրում եմ ձեռքով չկպնել, ճիշտ ոչ մի բանով չկպնել։ Արդեն վախենալու եք ես ոչ կոնկրետ բաներ ասելը։ Ահա, հիմա ձեռք չեք տալիս, հետ հաշվարկով մենք կբացենք այս ծրարները։ Բացում եք շատ զգուշ, փորձում եք անել նենց, որ կողքի մասնակիցը հանկարծ չտեսնի, թե դուք ինչ գույնի խաղացող եք կամ ինչ դեր ունեք, գուցե դուք թիկնապահն եք կամ խաղայինը։ 3, 2, 1 Պատրաստ եք։ Այո։ Զգուշացեք, դռները բացվում են։ Ճանապարհեցինք մեր չեմպիոնական 8-նյակին իրենց գրիմանոցները։ Ինձ թվում է սպասվում է աննկարագրելի հետաքրքիր ու լարված խաղ, որովհետև բոլորն էլ ունեն արդեն փորձ, բոլորն էլ ունեն ամբիցիաներ ու բոլորն էլ պայքարում են չեմպիոնության համար։ Իսկ դուք այս ընթացքում կարող եք բաժանորդագրվել Monk 3 YouTube-յան ալիքին, սեղմել զանգակի կոճակը եւ անպայման ակտիվ եղեք մեկնաբանություններում։ Հա, այդ բաժանորդագրվեք հաստատ։ Այնքան լավ կոմենտներ եք գրում նախորդի ժամանակ, հիմա էլ գրեք էլի, ներքևում նայեք։ Բայց չեմ կարող նկարագրեմ անցած անգամվա նկարահանումից հետո, երբ որ վերջացել է, ես մտածել եմ, որ ուզում եմ անել մի խաղ, որտեղ կան լավագույն խաղացողները, մի քիչ որ նայում եմ իհարկե մեր վիճակը տխուր է, թե մենք ենք լավագույնները, բայց ես վերադարձի համար շատ ուրախ եմ։ Նախորդ եթերաշրջանում 2 խաղ կար, 2-ում էլ թիկնապահը ես եմ եղել։ Թիկնապահների թե չէ, թաղայինը։ Ես թիկնապահը չէի, ես թաղայինն էի, ես ստուգում էի։ Բորիսի հետ հիշում եմ ոնց խզարեցինք, շատ հավես էր։ Տեսնենք այս անգամ ես ու Բորիսը նույն թիմում ենք, թե չէ։ Դե ինչ ծանոթանանք մեր կերպարների հետ։ Սիրելի թիկնապահ, ես սպասում եմ քեզ։ Այո, ես Մի սալի ծանոթանանք, մի տեսնեմ գործերդ ոնց են։ Բարև ձեզ սիրելի թիկնապահ, դուք գիտեք ձեր առաքելությունը, հիշում եք, խաղում ընդամենը մեկ անգամ իրավունք ունեք նույն մարդուն փրկել, այդ թվում նաև ձեզ նույնպես կարող եք խաղի ընթացքում ընդամենը մեկ անգամ փրկել։ Խնդրեմ ձեզ ճանապարհում ենք հետ ձեր գեղեցիկ սենյակը, սպասեք մինչև լույս, մինչև նորից կշփվենք իրար հետ, բայց ես այդ ժամանակ ցույց կտամ իբր թե ես ձեզ չեմ ճանաչում։ Սիրելի թաղային, Օրենքները մի քիչ ուրիշ կերպարներ կան ավելացված, պակասեցված։ Հիմա չգիտեմ ինչ ձևով կլինի, բայց քանի որ թաղային, ես ականես։ արի ծանոթանանք։ Բարև ձեզ սիրելի թաղային, պատրաստ եք, մարտական եք տրամադրված, արդեն գիտեք մոտավոր ինչպես պետք է խաղաք, մոտավոր գիտեք, դե կարմիրների հույս ու հավատը դուք եք, ձեզնից ակնկալում ենք լավ խաղ, շնորհակալություն, զբաղեցրեք ձեր տեղը, խնդրեմ համեցեք կրկին ձեր գրիմանոց։ Բարի աղջիկի ինձ բրկեք էլի։ Բարի հիմա, բարի։ Ծանոթացանք մեր թաղայինի ու թիկնապայի հետ, կարելի ասել բարի կերպարներին գիտենք, հիմա մնացին չարագործները։ 2 սև խաղացողներին, սևեր, դուրս եկեք ծանոթանանք, տեսնեմ ինչ մութ գործեր եք պլանավորել այսօր, ում կյանքն եք խլելու, իհարկե խաղային կյանքի մասնախոսքը, մեր խաղի ընթացքում, բարև ձեզ, ծանոթացեք միմյանց հետ, այդ տենց, իրար տեսեք, հիշեք դեմքով, հանգարց իրար դեմ չխաղաք միամիտ մոռանաք, հիշեցիք իրար, ապրեք, համեցեք հետ ձեր սենյակները, մենք ձեզ կսպասենք առավոտյան դեմքի անմեղ արտահայտությամբ, իբրև թե դուք ընդհանրապես չգիտեք, թե ինչ է կատարվում։ Ասեմ ուզում որ կարմիր լինի Իրինան, Արուսիկը,
Կուզենամ խաղամ Դիանայի հետ, հաշվի առնելով նրա փորձը։ Ինչի՞ եմ սենց տրամադրվել, հատ ուզում չես մեռնելու դու։ Զգուշացեք, դռները բացվում են։ Եկեք, լավ քնեցիք, բարի լույս։ Բարի լույս։ Արդեն ուրիշ դեմքերով ենք։ Լարված եք արդեն։ Հիշեցնում եմ, որ սկզբում յուրաքանչյուր մասնակից ունենալու են 30 վայրկյան խոսելաժամանակ, այսինքն խոսելու է ինքը իրեն չեն խանգարելու։ Ասեմ, որ այս ցերեկ քվեարկություն չի լինելու, նույն 8 հոգով գնալու եք ձեր գրիմանոցները, այ գիշերը կտեսնենք, թե ինչ է կատարվելու։ Դե Հայկ, 30 վայրկյան ունես, պատմի ոնց է անցել քո գիշերը։ Ես իմ ամենասիրած քարտն եմ, Կարմիրը գիտեմ այդ բոլորը ասում եմ, բայց ես մի հատ միտք, որ այնտեղ մտածում էի, շատ կարևոր է, որ մենք այս անգամ ունենք հնարավորություն տարբերություն նախորդ խաղի, որ եթե թաղային դորս գաուստոգի որևէ խաղացողի առաջ գույնը չենք իմանում, հիմա շատ հանգիստ կտակի ձևով կարանք փոխանցենք։ Այդ որ պես մի հատ կարևոր միտք որ sense հուշեմ, որ եթե մարդ ես ինչ որ մի բան, այդ կարողանանք անենք։ Ես շատ կուզենամ, որ Տիկնապահը պաշտպանի ինձ այս գիշեր կամ եթե իմ դիմացի ծև խաղացող չի իրան։ Շնորհակալություն Հայկ, շնորհակալություն։ Ձեր 30 վայրկյանն ավարտվեց։ Կարող խնդրեմ պատմիր դու ինչ զգացողություններ ես ունեցել։ Շատ խաղաղ անցավ գիշերը, շատ հանգիստ էր, դե քանի որ առաջին գիշերն էր, վստահ էինք, որ ողջ կմնանք, որովհետև խաղի կանոններով ոչինչ չի լինել։ Կասեմ այն ինչ որ առաջին անգամ եմ ասել, որ շատ կարևոր է թիմ հավաքելը, թիմ ստեղծելը, հասկանանք ում հետ ենք խաղում, որպեսզի ինչ որ տենց մի հատ ոսկոր հավաքենք այս 8 հոկանոց թիմից։ Կարծում եք ոսկորով կգրեք այս խաղը։ Հա, դե միակ տարբերակը կարմիրների հաղթանակի ոսկորն է։ Շնորհակալություն։ Հասկացա։ Ռաֆի, դուք ինչ կարծիք ունեք ոսկորների Ես մասին։ ծանր ոսկոր եմ։ Ես մեզ հենց դու էլ պետք ես։ Կարո չենք հանգարում, թե չստանաք նկատողություն։ Ես ուրախ եմ, ես որ կարմիր եմ քաշել, որովհետև կարմիր որ խաղում եմ, ավելի շատ էմոցիոնալ եմ խաղում, նայում եմ էմոցիաներին, ժեստերին եւ այլն, մասնագիտական բանով, ու հետո ինքս ինձ ապացուցում եմ, որ ես թույն սև եմ գտել։ Ուրախ եմ այդ առումով։ Այո, այս գիշեր մենք մեր անձնակազմով մաֆիադորի փրկել ենք ձեզ, չենք թողել ձեզ որ սպանեն։ Բոլորը հանգիստ կարող եք լինել, բայց մյուս գիշերվանից արդեն ազատություն ենք տալիս մեր սևերին։ Ոսկորի հետ ավելի շատ առնչվող կերպար։ Սիրելի Բորիս, դե հաշվի առնենք, որ իմ շրջապատում դու կաս, ոսկորի հետ այդքան էլ չեմ առնչվում։ Ես շատ ուրախ եմ, որ կարմիր եմ, որովհետև սիրում եմ կարմիր խաղալ, որովհետև սիրում եմ քեզ, այսքանը կարող կանջատեք։ շանակի ասա։ Չէ, ես այսքանով կսահմանափակվեմ։ Okay, շնորհակալություն Բորիս։ Դիանա, դու էլ ես սիրում ինձ, թե էլի բաներ ունես ասելու։ Ես քեզ սիրում եմ, բայց հաստատ բան։ Դու աչքիս ուրիշ։ Ես մտածում հայկը սեր։ Խիստ նկատողություն։ Դուրս եկել է ոնց է հենց սկզբից սկսել խոսքը եւ այլն, բայց մի քիչ կասկածներ ունեմ Կարոյի եւ Ռաֆի տրամադրության հենց փոփոխության մեջ։ Շնորհակալություն։ Ես լարվածություն եմ մտել։ Դիանա ջան, ավարտվեց։ Կարոն ու Ռաֆին լսեցին, թե դու ինչ կասկածներ ունես։ Ունեմ։ Բարբի Պրոբնիկ, այսպես Պրոբլեմը չի ասում, մի հատ ուրիշ բան պիտի ասես։ Ես էլ կատակ եմ անում։ Ես վիրավորում եմ։ Տանցրեմ Իրինա 30 վայրկյան ունեք։ Դե իրականում չգիտեմ հիմա ինչ ասեմ, Հայկը կարմիրական է խոսացել, բայց դուրս չի եկել Բորիսի խոսքը։ Չէ, աչքերը նորմալ է։ Կարճության տեսանկյունից չէ, բայց արժի ուշադիր լինել իմ կարծիքով։ Թե կարողա Չի կարելի խոսել։ Շատ կուզեմ իրականում խաղամ Տիաննայի հետ, որովհետև այո, լուրեր են պատտվել, որ նա ուժեղ խաղացող է, իսկ ես կուզեմ սովորել ուժեղ խաղալ։ Բրավո։ Այսքանը։ Շնորհակալություն։ Շատ լավ ցանկություն ունեք Իրինա։ Շնորհակալություն։ Արուսիկ, պատմիր թե դու ինչ ես։ Բնականաբար բոլորը ասում են, ես էլ եմ ասում, որ ես կարմիր եմ, ու քանի որ անցած խաղից փորձ ունեմ որոշակի Բորիսի հետ կապված, ասեմ, որ Բորիսը միշտ ասենց քչախոս, չնայած Աճարյանի բառարանը կարդացել է կենա, բայց մի բառ գիտի։ Դրա համար շատ պետք չի լարվել իր դեմ։ Դեռ չեմ կարող ասել, որ բան ես ասում Բորիս, որ ես չեմ լսում, չէ՞։ Ինչ երկրորդ բառը իշ։ Ես ամեն դեպքում ասեմ, որ չեմ կարող ասել ինչ որ մեկի վրա այս պահին կասկած։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արուսիկ, մենք լսեցինք ձեզ։ Արսեն, էլի համես սպասում ես քո հերթին։ Ես Ասա։ եւս կարմիր խաղացող եմ, ներսում GoPro-ի հետ շփվում էի այդ մասին,
որ երբ ոնց որ սև խաղացող եմ լինում խաղի ընթացքում, փորձում եմ սենց ուրիշ խաղ դրսևորեմ, որը ինձ ընթացքը ոնց որ հաճույք չի պատճառում, իսկ կարմիր սենց շատ լավ է, դեռ ոչ ոքի հետ չեմ խաղում, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այս պահից սկսում եմ մեր խառը քննարկումը, չկան սահմանափակումներ, միայն ծրարներով չխփեք իրար։ Խառը քննարկեք, ինչ եք մտածում, ինչ կարծիք ունեք իրար մասին, Ես միանշանակ առաջարկում Կարոյին ստուգի, եթե մենք ուժեղ խաղացողներ ենք, չեմ ջոկում, խի ոչ մեկ նախորդ մասնակիցների խոսքին չի անդրադառնում, որովհետև եթե անգամ կարմիրական է, Քիչ աժանակ։ Որ անդրադառնանք ասելու են քեզանից խոսացի։ 9 հոգու է։ Բայց մի օր կան դու քո վաշե խոսքը չօգտագործեցիր։ 30 վայրկյանը բավարար է, որպեսզի կարողանաս անդրադառնալ, բայց դա էական չի։ Ես անկեղծ եմ ասում, ես մտածում եմ, որ ինչ որ փոփոխություն կա ներս մտնելուց առաջ ինձ թվում էր ուրիշ մարդ նստած, հետո կա բայց որտեղ վերցնած բոլորը ստուգեն, եթե չնոս ստուգեն։ Իրան կարմիր թվաց ինձ։ Մարսել ուղղակի վախեցած է ինձանից։ Զուշացեք, դռները բացվում են։ Տիկնապահին Արսեն ջան, դռները բացվեն։ Արդեն սկսել են գոր գրալ իրար վրա։ Ես նկատում եմ, որ Հայկն ու Դիանան վերցրել են իրենց վրա առաքելություն խաղ պատմելու եւ սովորեցնելու։ Այդ երևի նրանից է, որ շատ ասեն դուք լավ եք խաղում։ Ես կարծում եմ պետք չէ այդքան զիջել դիրքերը։ Տեսնենք, թե ինչ կանեն մեր թիկնապահը ու թաղայինը սկզբում հետաքրքիր է ինձ։ Անկապ էլի։ Իբր դեն բեսոն էմոցիոնալ են։ Չէ, լավ չի սկզբի համար, որովհետև ոնց որ արդեն մեզ մատնում են, չգիտեմ ինչը ինձ մատնեց, Իրինայի վրա էլ կասկած եկավ, այդ շատ վատ է։ Տրամաբանական էր, որ Արսենը կարա ինձ կասկածի ու իսի որ ինձ ստուգեն։ Ախ, այս դերասանները, օй։ Իրինայի հետ խաղալու փորձ ունենալը, դրա համար եմ ես ասում, որ Սիրելի թիկնապահ, ես թաղային։ դուրս արի եւ ասա, թե ում կյանքն ես դու փրկում այս գիշերվա համար։ Ուղղակի ինձ ցույց տուր նրա գրիմանոցը։ Սիրելի թիկնապահ, փրկիր իմ կյանքը, փրկիր իմ կյանքը։ Ունենք կարճ ժամանակ, խնդրում եմ։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Կատարեց իր առաքելությունը մեր թիկնապահը, փրկեց մի կյանք։ Նո, առաջի դռները բացվելուց հետո ոնց կարելի է գնալ նստել, մեկը երկու բառ ասի, ասել դու մի տեսակ խոսեցիր, ես քեզ կասկածեցի։ Շատ բարդ է լինելու, որովհետև այո, լավ խաղացողներ են փաստորեն։ Միանգամից ինչ որ բաց զգացին։ Ամեն դեպքում Դիանա շատ լավ է խաղում, եթե ինքը սև եղավ, շատ հավանական է, որ մինչև վերջել կարողանա բոլորիս մատերիալ ֆրցնել։ սարսափելի է, ես չգիտեմ ում կարելի է կտակ թողնել։ Իս թող կտակ թողեն, շատ լավ կլինի։ Մեկը տատս կտակ չի թողել, դու ինձից մեկը թողի։ Չէ, կտակ եմ, տատիս տունը կտակեց ինձ ու մահացավ։ Սիրելի թաղային, արի թաղային, քեզ համար ինֆորմացիա ունեմ պահած։ Արի, ինձ ասա, թե ում գույնն ես ուզում իմանալ։ Ես քեզ կփորձեմ հուշել այդ գույնը։ Այո, շնորհակալություն, գնացեք թաղային, գնացեք, քնեք, պինդ քնեք, որովհետև մեզ դեռ սպասում է դաժան եւ ծանր առավոտ։ Տեսնենք ինչ են անում սևերը։ Սևեր, եկեք տեսնենք ինչ եք անում։ Ում խաղն եք ընդհատում ընդամենը մեկ գիշեր հետո։ Եկեք, երկու սևեր ես ձեզ սպասում եմ։ Եկեք, որոշեք թե ինչ պետք է անեք։ Եթե որոշել եք, կարող եք մոտենալ, սեղմել կոճակ եւ դրանով կազդարարվի այդ խաղացողի խաղի ավարտը։ Ձևեր շատ ժամանակ չունենք, շտապեք, կայացրեք ձեր որոշումը։ Ասեցի, միշտ ասում եմ գիտեմ։ Այ պրիմիտիվություն։ Գնացեք, պահկվեք, հանգարց մարդ չիմանա։ Կտակը վերցրու արի։ Ես մեր զոհին քննեմ ընդամենը մեկ նախադասությամբ կտակ թողնել եւ անպայման գրել թե ում է հասցեագրված կտակը։ Շնորհակալություն, դա կարող եք տանել ձեզ հետ, համեցեք
Համեցեք, շնորհակալություն։ Դե չասեմ, որ փորձեցին չխոսել ավելի շատ Բարիսն ու Արուսիկը։ Հայկից Դիանային, եթե սև ես ապրես, սև չէ, փոյք ես կարմիր եմ, ափսոս որ չմերվել չես էլ, ես շոտ էի հողոտում, որ դու կարմիր ես։ Զգուշացեք, դռները բացվում են։ Եկեք, բայ, էս ինչ ա եղել, Նստեք։ Ես շատ տխուր եմ։ Այո, ինչպես տեսնում եք, ես ուրախ եմ, որովհետև ազատվեց աթոռ։ Դուք տխուր եք, որովհետև գնաց ձեր ընկերը։ Կարո՞, պատմիր, Կարո, ինչ զգացողություններ ունես, ինչ ես մտածել։ 30 վայրկյան, խնդրեմ։ Ինձ թվաց, որ իմ մոտ են գալիս ճիշտ ասած, ոտքերի այտենց ինչ որ շարժում զգացի, բայց բախտս բերեց Պաստորն Հայկին խփեցին, հիմա չգիտեմ Հայկը դուրս եկել սև թե կարմիր, բայց ուզում եմ մի հատ կարևոր բան ասել, ես քարտը քաշեցի այն ժամանակ, երբ որ բոլորով նստած էինք ու եթե փոփոխություն լիներ, այդ ժամանակ պետքա լիներ փոփոխությունը, ոչ թե ընդեղից գալուց հետո, որովհետեւ Հիշեցնեմ, որ այս ցերեկ արդեն կարող եք տեխնացություններ դնել, արդեն եթե կասկածում եք, կարող եք Ես ամենասկզբից ասել եմ, որ իմ կարծիքով դու ամենալավ խաղացողն ես, եթե ես լինեի սև, ըստ տրամաբանության ամենաառաջինը պետքա ուզենայի քեզ անել, որովհետեւ իմ կարծիքով ամենալավ խաղացողը դու ես։ Շնորհակալություն։ Ռաֆի, Ռեյով, Օրինակ, այո, ես միակն եմ Հայաստանում։ Ես որ սև լինեի, հա, այսպես, որպես ժամանակը շատ, եթե ես սև լինեի, ուժեղ խաղացողի երբեք չէի հանի խաղից, որտեղ խաղայի սև ուժեղ խաղացողի դեմ։ Այդ ինձ ավելի դուր գալիս։ Այդ տեքստը, որ ձայներ ես լսել, դա կարմրացնում է քեզ։ Ես ուզում եմ դու կարմիր ես։ Օրինակ ես ընդհանրապես ձայն չեմ լսել եւ դա չի նշանակում, որ ես կարմիր կամ սև չեմ։ Գույնի մասին ինձ ոչինչ չի կարող ասի։ Ինձ կարմիրը թվացել Իրինան, տեխնացություն ունեք, Ռաֆի։ Դեռ չէ։ Բորիս 30 վայրկյան հասկացա, որ ինձ սիրում ես, ուրիշ բաներից խոսա։ Ես ափսոսացի, որ Հայկը դուրս եկա, որովհետև հետաքրքիր կլիներ իր այդ խաղալը։ Ինչ ասեմ, ժողովուրդ, իրականում կուզեի տեխնացություն դնենք, որովհետև արդեն պետքա դնենք, բայց անկեղծ չգիտեմ ում տեխնացությունը դնեմ, որովհետև կասկածում ես։ Դե դեռ չեմ կասկածում, ախր առանձնապես հիշիր, որ կարող է քո տեխնացիա դնել։ Դե հա, դե խնդիր չկա ընդհանրապես։ Ինչ ուզում ասել։ Չէ, այն բանին որ կհանեի, եթե ուժեղ խաղացող է, ես Շնորհակալություն, Բորիս, շնորհակալություն։ Հələ ժամանակ ունես մտածելու, մինչև ազատ քննարկում։ Դիանա, ում ես նայում այդպես խոժոր հայացքով 30 վայրկյան։ Ինչ բաներ կա դուրս չի գալիս, բայց չգիտեմ ոնց բարձրաձայնեմ։ Նախ ափսոս որ Հայկը գնաց, որովհետև դա միակ մարդն էր, որին ես հաստատ կարմիր էի համարում ու երկուսից կասկածներ եղել է քո հանդեպ կարող չեմ ասում, որովհետև այդ լարվածությունը գալիս է իրականում, երբ որ դու գնում ես ու սկսում է այդ ամեն ինչը։ Բայց ես չեմ պնդում, ես ընդհանրապես ուզել եմ, որ թաղայինը քեզ ստուգի։ Տեխնացություններ ունենք։ Տեխնացությունն եմ ուզում։ Ընդունված է ասեն տեխնացությունը։ Արհեստական այդ վերջում այդ ագրեսիան մաքսիմալ արհեստ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Թաղայինը կարող են ստուգել, խնդրում եմ թող Արսեն։ Դիանա, շնորհակալություն։ Արսենի տեխնացությունը արդեն կա։ Հիշեցնեմ, որ եթե լինի ընդամենը մեկ տեխնացություն, ավտոմատ այդ խաղացողը, այսինքն այս դեպքում Արսենը, լքելու է մեզ։ Իրինա, խնդրեմ 30 վայրկյան տեխնացություններ, կասկածներ։ Տեխնացություն արդեն կա իմ կասկածում եմ, Արսենը։ Արդեն կա, Բայց հաստատված չեմ է։ ուզում Ռաֆեինը դնեմ, ինչի համար։ Ես Ռաֆեին առաջին մինչև գիշերը կասկածում էի արդեն, ու հիմա դու կարմրացրեցիր ինձ, ես չգիտեմ քեզ որպես կարմիր ընկալեմ, թե ընկալեմ, որ չգիտեմ, միակ կարմիր խաղացողը Դիաննան է իմ համար, ինչի, որովհետև ինքը որպես ուժեղ խաղացող չեմ կարծում, որ իրատված կարմիր մասնակցի միանգամից մնացածը չհասցրեցի, շնորհակալություն։ Արուսիկ տեխնացություններ, կասկածներ, մի քիչ ինտրիգ մցրեք։ Ուրեմն այս երկրորդ արդեն քննարկման ժամանակ սկզբում ոչ մի բան ինձ համար կասկածելի չէր։ Իհարկե Բորիսը ահա որ լավ խաղացող է, ես իր այդ ացած անգամ երկու անգամ խաղացել ենք, հիմնականում իրար հետ ենք, չէ, եղել թիմով ու հաղթել ենք։ Ու եթե հանկարծ Բորիսը լինի սև, ինքը միջև վերջ գնալու է, բայց ես իրական տեխնացություն չեմ դնում, որովհետև ինքը ֆանտաստիկ լավ է։ Հիշեցնեմ, որ այս բանի ընդամենը մեկ տեխնացությունն է Իրինան։ Իրինայի տեխնացիան ընդունված է։ Շնորհակալություն Արսիկ, այս բանն ենք երկու տեխնացություն, ըստ հերթականության Արսեն եւ Իրինա։ Արսեն 30 վայրկյան։
Դիանային ուզում եմ ասել, որ վերջի ագրեսիան այդ արհեստական էր, որովհետև հենց պետք է արհեստական անեի մեր հումորի հետ կապված եւ այլն, որ ինքը գոռում է, ես իրան գոռալով պատասխանում եմ, այսինքն ինձ չի։ Արդարանում ես Արսեն։ Չեմ արդարանում, ուղղակի բացատրում եմ, որ հնչեց արհեստական, բացատրում եմ, որ դա հենց իրոք արհեստական է։ Ժամանակ։ Okay, Այս պահին ունենք երկու տեխնացիոն Արսեն եւ Իրինա, բայց ունենք խառը քննարկման փուլ, ունենք որ եթե փոխեք կարծիքը, կարող եք դնել տեխնացիոներ, ես կֆիքսեմ։ Խառը քննարկում սկսեք, բայց կանենք հերթական։ Մի րոպե, էլի Արուսը չի հասցրել բացատրել, ինքը Իրինային։ բացատրեմ ինչի Իրինան։ Նախ Իրինան առաջին գիշերից հետո որ դուրս եկավ, որ պարզվեց ինքը արդեն տեսել էր իր քարտը, շատ հուզված դուրս եկավ։ Էմոցիաների տակ աչքերը կարմիր, դեմքը մի տեսակ Իմ աչքերը միշտ կարմիր է, ոնց է թափված լինի։ Սենց ասեմ, եթե տենց ենք նայում, Բորիսն էլ է հիմա սևական դեմքով նստած։ Դրթի։ Չէ, ես ուղղակի սևական դեմքով։ Սա ինչ ռասիզմ է։ Նոր հասկանայի։ Արսենի ու Իրինայի տեխնացիոներն են բայց հիշեցնում կարոն էլ ահա որ կասկածելի։ Ես կարամ էլի տեխնացիություն դնեմ։ զումն է սրա։ Սա ոչ կասկած։ Ես չեմ կարա տեխնացիություն դնեմ, խնդրում եմ, Քանթերին մասնակցին Կարմիրը տեսնում կամ հավատացնում եթե կասկածը ամեն մեկի Բարիսը, например, որովհետև Իրինան գիտի ինչ ես տարածի, չգիտեմ ինչ տեխնիկան դրեցի։ Ինչ որ մի բան է չի։ Որ վերջում գոռացի, ասենց ներքս նփեցի։ Էդ իմ ու քո տեխնացիություններ կան, Էլի կարող դնենք տեխնացիություն։ դու չես դրել տեխնացիություն, դու իրավունք ունես հիմա դնես տեխնացիություն։ Եկե Կարոյին է, էլի։ Կարոյի տեխնացիությունը ընդունված է։ հաջորդ շրջանում տեսնեմ։ Արսենի, Իրինայի եւ Կարոյի տեխնացիություններն կնես կարողանալ։ Ով առաջադրեց կա։ Բորիսը առաջադրեց Կարոյի տեխնացիությունը։ Մի քանի վարքան է մնացել ձեր քննարկմանը կան տեխնացիություններ։ Հոպ։ Նայեք Բորիսի տեխնացիոն։ Բորիսի տեխնացիությունը ընդունված է։ Վերջինը Իրանը լինի։ Շնորհակալություն։ Արսեն, Իրինա, Կարո եւ Բորիս։ Այս 4 տեխնացիություններն են։ Քվեարկելու ենք ըստ հերթականության, քվեարկում ենք ձեռքը վերև բարձելով, քվեարկությունը տևում է ընդամենը 1.5 վայրկյան։ Այսինքն ով է կողմ որ խաղը լքի Լևոնը, միանգամից ձեռքը բարձրացնում եք, շնորհակալություն բառից հետո բարձրացված ձայները չեն հաշվելու։ Դա համար փորձեք արագ քվեարկել ու կողմնորոշել։ Մի հարց կարող եմ տալ։ Ընտրեմ Արսեն։ Ես ձեռն պահմնալու դեպքում վերջին մասնակցի օգտինալ։ Ով չի քվեարկում, այդ չքվեարկված ձայնը գնում է վերջին Խնդրում եմ, եթե հանկարծ ուզում եք թաղայինին հանենք, ժամանակն է ասելու, որովհետև կհանենք։ Գնացինք։ Քվեարկության ժամանակ խնդրում եմ այլևս չքննարկել, ուղղակի քվեարկել։ Կարա բան ասենք։ Հիմա արդեն քվեարկում ենք։ Ինչ ասելու էր, կարող եք ասել այն ժամանակ։ Արսեն, Իրինա, Կարո, Բորիս։ Արսեն, ով է կողմ որ խաղը լքի Արսենը։ Շնորհակալություն, 3 ձայն եմ ես հաշվում։ Իրինա, ով է կողմ խաղը լքի Իրինա։ Շնորհակալություն, 2 ձայն։ Կարո, ով է կողմ խաղը լքի Կարոն։ 1 ձայն։ Եվ հետևաբար 1 ձայն չքվեարկված դա քո ձայնն է ոնց հասկացա, կարող ճիշտ է գնում է Բորիսին։ Այո, 3 հոգի ձեզ չհավատաց Արսեն կամ դիտման բարեց, որ դուք գնաք, չգիտեմ։ Ունեք վերջի խոսք ասելու 30 վայրկյան, ասեք ինչ եք մտածում իրենց երեսին։ Չունեմ ոչինչ ասել։ Չունես ոչինչ ասել։ Ուղղակի դեղացած կգնաս։ Դե կանգնի ու այդ պաթոսային լքի տաղավար։ ու մենք չենք տեսնել, հա? Գնա, ոչ մեկ չի տեսնելու քո կարը։ Խնդրեմ։ Զգուշացեք, դռները բացվում են։ Հանեցին Արսենին։ Բայց իրանք չգիտեին, որ Արսենը ուներ կարևոր առաքելություն։ Առանց իմանալու հանեցին։ Շատ տարօրինակ է գնում խաղում։ Չեմ հասկանում մի քիչ։ Ոման հայք ջան։ Ես ոչ չեմ խոսում։ Չողի բա սա գիտի ու չի ասում դրա համար այտենց լուր Այս անգամ էլ ինձ հանեք։ Անցած անգամ խաղի ժամանակ, առաջի խաղի ժամանակ, թվով առաջի, որտեղ երկու խաղ կա։ Տիկնապա, լավ գնամ կասեմ։ Արի տիկնապա, արի տեսնենք, թե ում ես ուզում փրկել այս գիշեր։ Ցույց տուր ինձ գրիմանոց, սիրելի տիկնապա։ Ասա, թե ում կյանքն ես դու ուզում խնայել այս գիշեր։ Հիշեցնում եմ, որ դուք ձեր կյանքը նույնպես կարող եք ապահովագրել այս գիշեր։ Խնդրում եմ մի փոքր ավելի արագ։ Շնորհակալություն, որոշումը կայացրեց մեր տիկնապահը եւ գնաց իր գրիմանոց ինքը իրան փրկեց։ Էգոիստ տիկնապահ։ Արուսիկը ոնց որ թե թաղայինն է, որովհետև շատ վստահ էր շրջան սևացնում Իրինային։ Կասկածում եմ Իրինային, եթե Կարմիրա թողնք ինձների։
բայց ինքը շատ էմոցիոնալ էր առաջի գիշերվանից հետո տեսնենք։ Մենք պետք է անենց անենք, որ Արուսիկն ու Ռաֆին մեր հետ խաղան։ Կամ գոնե իմ հետ։ Թաղային։ Սիրելի թաղային։ Ես սպասում եմ քեզ։ Արի տեսնեմ ում ես կասկածում։ Սիրելի թաղային ում ես կասկածում, արի ես քեզ կասեմ գույն։ Շնորհակալություն թաղայինին, շնորհակալություն, դուք ստացաք ձեզ հասանելի ինֆորմացիա։ Սևեր, եկեք տեսնենք ում չեք խնայում այս գիշեր, Սևեր։ Եկեք տեսնենք ինչ եք անելու, ում դեմ եք տրամադրված, ավելի կամած, ավելի գախնի, դուք սև եք, դուք պետք է գախնի աշխատեք։ Որոշեք, թե ում եք ուզում հեռացնել այս գիշեր։ Որոշեք եւ ասեք, մի փոքր ավելի արագ, խնդրեմ Սևեր։ Ասեք։ Չգոքստեք։ Մի քանի վայրկյան մնաց, սիրելի Սևեր։ Արագ կայացրեք որոշումը։ Արագ կողմնորոշվելը դա Սևերի հիմնական հաղթաթուղթ։ Որտե մտածել եմ ես եմ թաղային աչքից։ Շնորհակալություն մեր սև խաղացողներին, թե ինչի համար շնորհակալություն առանձնապես չգիտեմ։ Խնդրում եմ մեկ նախադասությամբ, սիրելի զոհ, գրեք թե ինչ ունեք ասելու եւ անպայման նշեք թե ում է հասցեագրված այդ կտակը, որպեսզի ես իմանամ։ Մեկ նախադասություն եւ հասցեատեր։ Ես խոստանում եմ, որ փոստից ավելի արագ կհասցնեմ այդ կտակը։ Ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում։ Շնորհակալություն։ Դա կարող եք պահել ձեզ, այո, խնդրեմ, համեցեք, սիրելի զոհ։ Գնացեք։ Երկրորդ կտակ։ Հոդոտ կարնակներ կոտ։ Բորիսից կտակ ունենք, Ձանային, ես եթե ինչ թաղային չէի ուրախ լուր, այսինքն ոչ Հայկը, ոչ Բորիսը թաղային չէին։ Իսկ մենք սկսենք մեր մյուս ցերեկը։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բա, եկեք նստեք։ Բայ, Ժամանակն է բացվեք թաղային։ Արդեն 3 հոգի սեղանի շուրջ չի։ Այո, հիշեցնեմ, որ կարող է շատ վտանգավոր խաղ լինել, չգիտեմ դուք ինչ եք արել, ինչ չեք արել, ամենայն դեպս կայացրել եք բոլորով մի միասնական որոշում, իսկ մնացածը արել են Սևերը, կախված ամեն ինչ ձեր որոշումից։ Խնդրեմ Ռաֆի, 30 վայրկյան ունեք պատմեք ձեր գիշերային զգացողությունների եւ մտքերի մասին։ Հիմա հեշտանում է խաղը, քանի որ մենք ընդհանրապես 5 հոգի ենք, եթե մենք մի սև չենք անի, ես ենթադրում եմ, որ Արսենը սև է գնացել, ուրեմն 2 սև կա խաղում, մաթեմատիկորեն թե հիմա սև չհանենք խաղից, ուրեմն խաղը վերջանում է Սևերի հաղթանակով։ Կարա բացվի արդեն ժամանակն է, որ բացվի, պիտի բացվի։ Տեխնացություններ իմիջիայլոց կարող եք դնել։ Ես դեռ չունեմ, մենք քննարկման ժամանակ գուցե ունենամ։ Պարտադիր կունենամ։ 10 վայրկյան ունեք։ Խնդրում թող բացվի, ասի ու մաստուգե, լոբասև բացարման կարգով։ Շնորհակալություն։ Ձիաննա, դուք ունեք տեխնացություններ, ունեք կասկածներ, կիսվեք մեզ հետ։ Ես ունեմ, ես մտածում եմ դու թաղայինն ես, մտածում եմ ստուգել ես Իրինային սև, այդ այնց է իր խոսում նախորդ շրջան ու այդ տպավորությունն է իմ, դա ընդունեք Իրինայի տեխնացիոնը այդ մեկ։ Երկրորդը ես ունեմ լավ լուր, որովհետև ես ունեմ 2 կտակ, Հայկից եւ Բորիսից, ու այնտեղ չկար թաղային։ Այդ շատ ինձ ուրախացրեց, ոչ Հայկը, ոչ Բորիսը թաղայիններ չէին։ Ես մտածում եմ Արսենը եթե թաղային դեր ես տեխնացություն։ Ես դրել եմ Իրինայի։ Իրինային, ներողություն, թողած է Իրինայի։ Որ ինքը եթե թաղայինն է, ասի անպայման դրա մասին, որ չքվեարկեմ իրան։ Ձեն չհանեց, հանգիստ քվեարկեցի։ Շնորհակալություն, Ձիաննա, շնորհակալություն։ Դու ես թաղային։ Բարի Բարբի։ Ինչ ունեք դուք ասելու 30 վայրկյան։ Բարի Բարբին իրական շատ վիրավորված է, էլի։ Չէ, վիրավորված չեմ, ուղղակի ինձ թվում է կամ Ռաֆինա կամ Կարոնա Սևերից մեկը, որովհետև երբ որ մենք Արսենին քվեարկեցինք, դու միակն էիր, ով մեր հետ ձեռք բարձրացրեց ու ես ի սկզբանե կասկածներ ունեի, քոնը չգիտեմ, հեսա կպացած հասկանամ, տեխնացիոնը ստնում եմ Կարոյի տեխնացիոն ընդունված է, ունենք 2 տեխնացիոն Իրինայի եւ Կարոյի։ Հիշեք այդ ինֆորմացիան, Արուսիկ, խնդրեմ 30 վայրկյան։ Այդ շատ լավ է, որ սկտակի պահը կա, որովհետև արդեն գոնե գիտենք ում հետ ենք խաղում։
Քո ասածը չի, բայց կարմիր եմ։ Okay։ Կարևոր չէ։ Չեն խոսում իրանց 30 վայրկյանների ժամանակ։ Իրինային կասկածում եմ ու ես վստահ եմ, որ եւս մի սև կա։ Այսինքն երկու սևներ հələ կա։ Տեխնացություններ։ Իրինանա։ Իրինայ տեխնացությունը արդեն կա Չունեմ ուրիշ։ ուրիշ։ Հասկացա։ Այո, հիմա շատ վտանգավոր պահ է, որովհետև եթե երկու սև է մնացել, ուրեմն այս գիշերվանից հետո պարտվում ենք։ Հիմա եթե սխալ մարդ անենք, բարդ։ Ձյանը նկատողությունը։ Խնդիրը որն է, դու ինձ անհիմն ուղղակի հենց այնպես որոշեցիր, որ պետքա կասկածես ինձ ու Ռաֆին էլ ինքը քեզ ինչա թե պաշտպանեց ինչ որտեղ, որոշեցիր, որ ինքը կարա, ասենք, սև լինի։ 10 վայրկյան։ Միակ մարդը, որ տենց ինչ որ ձև վստահ, դաժե մտածում եմ, որ ինքը շերիֆը կլինի ու սպասում է, որ ինքը Շերիֆ չի, մեզ մոտ թաղային է, մենք շերիֆ չունենք։ ներողություն, թաղայինը կլինի, բայց եթե թաղային կա, ինչի չի բացվում, Շնորհակալություն։ հիմա ժամանակն է, որ ժամանակը ավարտվեց։ Հիշեցնում եմ, որ այս պահին ունենք երկու տեխնացություն, Իրինա եւ Կարոյի։ Մենք քննարկման փուլ, այդ ցավը տանը մի խառնվի իրար։ 40 րոպե կարող ենք չենք Մտնում ենք քննարկման փուլի ժամանակ նույնպես կարող եք դնել տեխնացություններ, սպասի տեքստը սավ։ Կյանք չես ավարտում, արդեն լարված եք մենք։ Քննարկում Եմ, երեխեք, ժամանակն է։ Անածուն է, չէ։ Խոսքը ծուվում եմ Եթե թաղային հանել են, ինչի չի ասում, որ ինքը թաղային։ Դե Արսենը պետք է լինի, երեխեք, մի հատ բան ասեմ, Բարիսը չի, Հայկը չի, որովհետև կամ Հայկը կամ Բարիսը ինձ կգրեին, իրանք Դու կտակի կարող մեջ ես սև խաղացողներ սխալվում քեզ բոլորը քեզ են գրել։ Չի կարող այդ սխալը Բարիսը գրել է, որ ինքը թաղայինը չի, իրականում եթե ես սև եմ, ինձ պետք չի ասել, որ ինքը թաղայինը չէր, կասեմ թաղայինն էր, գնացել է եսի մողասև։ Այդ լավը չէր, ընդունեք Ռաֆի տեխնացիա, չես կարող այդպես բաներ։ Թեղայինի սպանել։ Չէ, Արսենը ինչա գնաց։ Դե Արսենին ահրասեցի, մինիմումը կտակի մեջ կասեմ։ Արուսի, Կարո, Ռաֆի, դուք իրավունք ունեք երեքով դեռ տեխնացիա։ Ես ձեզ երկու։ Իրինա դա շուտ ընդունեցիր, որ դու սև ես դες։ Ես չեմ ընդունել։ Դու ընդունեցիր։ Ես չեմ, ուղղակի չեմ արդարացել։ Կստատի քվեարկությունը լինելու է Կարոյի ու Իրինայի մեջ։ Նա սևա գնացած է զանգակի համար սևա, ոչ էլ ստուգել է։ Ես մի բան ասեմ, Արուս, ես վստահ եմ, որ դու կա։ Ես կարմիր եմ, մտածում եմ Ռաֆին ու Իրինան իրար հետ չեն, ինչ ես առաջարկում։ Չէ, ես կպաշտպանեմ Իրինային։ Իրինային է։ Արուսիկ ունեք տեխնացիություն։ Դե հա։ Իրինային։ Այս բայդրությամբ երկու տեխնացիություն կա։ Համենը։ Ֆեյլել է այս խաղերը։ Ձյանն առաջադրել է Իրինայի տեխնացիությունը, Իրինան առաջադրել է Կարոյի տեխնացիությունը։ Դուք երեքդ իրավունք պաշտպանում եմ։ Դուք երեքդ իրավունք ունեք տեխնացիություն դնելու։ Չունեք, վերջ, գնում ենք քվեարկման փուլ։ Երկու տեխնացիություն Իրինա եւ Կարո, հիշեցնում եմ, քվեարկում ենք արագ, հստակ, շնորհակալություն բառից հետո չեմ ընդունելու ձեր ձայները։ Ով է կողմ, որպեսզի մեր սեղանը լքի Իրինան։ Համարյա միաձայն, Որովհետև դուք ես սիրելի Իրինա, այն մարդուն հանել եք թողեք ինքը խոսա։ Ես կխոսեմ։ Չէ, Բախոսական ես։ Արուսիկին էլ ուշադիր եղեք, որովհետև տեսեք, եթե ինքը թաղային, թաղային չէր ստուգել։ Արուսիկ մի խանգարի բարձր չի եղել։ Տեխնացությունն ա դնում, դուրս գալով առհասարակ նորություն չէր, որ Բորիսն էր մահացել, այսպես ասած, բայց չգիտեմ, Կարոյից ու Ռաֆից մեկը հաստատ սև է։ Կարևոր ինֆորմացիա ունեք։ մեզանից մեկը սև է, ուրեմն ահավոր ուժեղ սև խաղացող է, որ այսքան ժամանակ անկապ որոշեցիք Ես անկապ չեմ Իրինա ջան, եկեք ճանապարհում ենք, ճանապարհեցինք։ էինք, չպրծավ խաղը։ Երկու սև չէ։ Ինչ եք կարծում։ Ասորը մեկ սև։ Ինչ եք կարծում։ Ես երեխեք մի բան ասեմ, ես եմ սխալ հասկացել։ Զուշացեք, Հայկներ բացվում են։ հաստատ։ Մի սևի են հանել։ Երկու կարմիր կրակվել է, թաղայինին էլ քվեարկեցին գնաց, բայց բրավո կարմիրներին։ Լավ չեն խաղում սևերը։ Իրար տեխնացիություն են դրել։ Ասեմ, ուրիշ տեխնացիություն դե դրանք ինչ ալ։ Դա չլսի։ Այս խաղը կոնկրետ ֆեյլել է։ Ցախողել է մեր թաղայինը։ Հայկ ջան, դու ես թողայինը ոնց քեզ հենց կրակեցին առաջին գիշեր։ Եթե տեսնեմ կրակել են օրինակ Կարոյին, ուրեմն իմ կարծիքով հաստատ Ռաֆինա։ Տիկնապա։ Բարև ձեզ։ Հիշեցնեմ, որ խաղի ընթացքում նույն մարդուն ընդամենը մեկ անգամ կարող եք պաշտպանել։ Ասեք, թե այս անգամ ում եք ուզում պաշտպանել, ապահովագրել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի Տիկնապա։ Տիկնապահը կատարեց իր առաքելությունը, որոշեց ապահովագրել խաղացողներից մեկի գուցե եւ հենց իր կյանքը։ Թաղային, սիրելի թաղային, արի տեսնենք ում ես կասկածում, ինչ գույն ես ուզում իմանաս։
Այդ աղային ինչ գույն ես ուզում իմանաս։ Շնորհակալություն։ Բարդ կինո է դառել։ Ես ուզում եմ վերջանախաղը հասկանամ։ Դիանան կամ իրոք կարմիրա կամ ֆանտաստիկ սևախաղում։ Բայց արդյոք կարող Ռաֆի հետ հանենք Դիանային, թե եթե ես հիմա մեկին հանեմ խաղապրծեմ ով Սևեր։ Սևեր կամ սև, չգիտեմ, նայած ոնց է խաղը գնացել։ Համեցեք, սպասում ենք ձեր որոշմանը։ Կատարեք ձեր ընտրությունը, դուք եք գիշերվա տերերը։ Դուք եք որոշում։ Շնորհակալություն Սևեր։ Կամ Սև։ Ձեր գրիմանոցներում տաքուկ սպասում են ձեզ։ Դե ինչ գնանք ասենք, որ գրակեցին։ Բա, կտակդ վերցրել։ Ես կխնդրեմ մեր զոհին ընդամենը մեկ նախադասությամբ գրի իր միտքը կամ կտակը ինչ որ ուզում է թողնի հասցեատիրոջը, մեկ նախադասություն ընդամենը։ Շնորհակալություն։ Այդ պահեք ձեզ, այդ որ։ Բարձր կարտակ ես գտել։ Արուսիկից կարոին միգուցե Ռաֆին, ով էսի շատ լավ։ Այս շատ լավ։ Զգուշացեք, դռները բացվում են։ Վայ։ Մնացիք այսքանով։ Հələ նստեք, տեսնենք։ Այո։ Մեռնում է։ Մնացիք երեքով։ Կարևորագույն փուլն է մեր խաղի։ Որոշվելու է խաղի արդյունքը, եղեք ուշադիր, դրեք տեխնացություններ։ Դիանա 30 վայրկյան ունես, խնդրեմ, ասա թե ինչ ես մտածում։ Արդեն 3 հոգի եք։ Երեք շատ վատ է, թիկնապահը հիմա ինքը իր կյանքը չպիտի ապահովեր։ Այսինքն Արուսիկը թիկնապահ չենք, դե հերթով կդնենք։ Ես Կարոյի տեխնացությունն եմ դնում։ Կարոյի տեխնացիան ընդունված է Դիանա։ Հա ջան։ Էլ ինչ։ Խի Կարոյի։ Մեզնից մեկը հիմա պետքա գնանք, որ խաղը վերջանա, երեխեք, բա ինչ պետք է անենք։ Ուզում ես քո տեխնացիոնը դնեմ։ Ռաֆի ջան, ուզում ես քեզ հանեմ։ Ճիշտ եմ։ 5 վայրկյան ունես Դիանա։ Կարոն Կարմիրա, ես եմ Սև, հա։ Շնորհակալություն։ Իսկ դու մտածում ես Շնորհակալություն Կարոյի 30 վայրկյանն է։ Արտահայտվիր։ Ես կարամ բարձր չեմ կարող, չէ՞ ասեմ։ Ինձ նամակ է եկել Արուսիկից։ ինձ էլ երկու։ Դիանա չեն խանգարում։ Քեզ երկու նամակ եկել է իրանցից, դու վստահ ես, չէ՞ որ Արուսիկը կարմիր էր։ Արուսիկը ինձ նամակ է գրել ու այդ նամակի մեջ բովանդակությունը շատ հետաքրքիր է ու ինքը խնդրում է որ ես ուշադրություն դարձնեմ Ռաֆի։ Տեխնացիություն մեր կա, կարող։ Իր Ռաֆի։ Ես ուզում եմ Ռաֆի վրա դնեմ։ Ընդունված է, այս պահին կա երկու տղամարդկանց տեխնացիություն։ Երկրորդ տղամարդ Ռաֆի, խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախ խնդալու է Ռաֆին ուշադրություն դարձրու։ Ես կարելի եմ, ես եթե նայեք, Իրինա Արսեն զույգից մեկը Սև է, ես երկուսի դեմ եք քվեարկել եմ, այսինքն Սևին չէի կարող անել։ Այդ մեկ, ընդունեք խնդրեմ Կարոյի տեխնացիա։ Հաստատված է Կարոյի տեխնացիա։ Ուզում եք շատ ավելի կարմիր, կարամ ես ձեր տեխնացիոնը դնեմ, բայց տրամաբանություն չի։ 5 վայրկյան ունեք։ Ինչ է նշանակում Ռաֆին ու ես կարմիր խաղացում եմ։ Շնորհակալություն։ Ավարտվեց 30 վայրկյանները, ունենք ազատ քննարկման փուլ 3-ով։ Քննարկեք մի քանի վայրկյան, ասեք ինչ եք մտածում։ Դե զարմանալի Եվ ամփոփենք խաղը։ Իմիջայլոց զարմանալի որ թաղային, եթե Արուսիկը բացվեց այդտեղ թիկնապահը։ Թաղայինը չէ, թիկնապահը ինչ կարեցավ փրկի։ Ես չհասկացա ով էր թիկնապահը, ով էր ոչ մեկ ձեն չհանել։ Առաջին դուրս եկողն ա եղել թաղայինը, դա եղել։ Ես էլ եմ տենց մտածում։ Որը չի հասցնում։ Նամակ ուր է իր։ Այսինքն ստուգելա ինչ որ մեկ։ Երկու տեխնացիա։ Ինքը չի ասել, բայց Կարոյի եւ ոչ Ռաֆի։ մի բան չի գրել։ Չէ, ամենասկզբից։ Բայց ինչ կապ ունի, Արուսիկի վրա եմ զարմանում, որ քեզ է թողել, շատ անկեղծ Ինձ էլ է զարմանում։ Որովհետև ես ասել եմ, որ Արուսիկն է կարմիր, Հայկն է կարմիր։ Ու Արուսիկը ինձ իր թողում հետ է Իրինային այդ համանել է ես Վարդենի դրամ Սկնդեր Սև ու ինքը զարմանալի որ քեզ է թողել։ Զիանա, ես դրամ արեմ ասում, եթե Կարոյի ստուգած լինի կարող։ Հա։ Ինչ որ Բայց ինքը մեկը։ թիկնապահը Ավարտեցինք։ ամեն դեպս կարմիր խաղացող, եթե դու իրան ընկալում ես ու հավատում ես, ես Ավարտեցին քննարկումները, հիշեցնեմ ունեք Ռաֆին, երկու անեք։ տեխնացիություն։ Կարո եւ Ռաֆի։ Դու ունես տեխնացիան, դե մենակ դու իրավունք ունես այս բան տեխնացիան, Ես իրան Կարոյի տեխնացիոնը։ Պաշտպանված կարել։ Այո։ Հասկացա։ Անցնում ենք ամենակարևոր քվեարկման փուլ մեր խաղի, վերջին քվեարկությունն է։
Այս պահից դադարեցնում ենք բոլոր քննարկումները եւ համոզելը։ Քվեարկություն։ Կարո կամ Ռաֆի։ Ով է կողմ խաղը լքի Կարոն։ 2 ձայն։ Կարո, խնդրեմ ասա ինչ ունես ասելու։ Սև չէ, չէ։ Ինչ կարող եմ ասել։ Սխալ ընտրություն էր։ Սևերի համար։ Այո։ Բացի քո կարեկը, Կարո, բացի այդի։ Ասել եմ։ Հələ ասա տեսնենք ոնց են խաղ։ Բացի։ Ասել եմ որ դու Այո, Կարոն վերջին սև խաղացողներ, բրավո, շնորհավորում եմ Կարմիր թվին։ Կարո ջան, մենք դեռևս մեկ խաղել ունենք խաղալու, ռևանշ, կարող ես հաղթել։ Վերսը։ Իրինան։ Իրինան եւ Կարոն։ Խնդրեմ, ճանապարհում ենք ձեզ։ Գնացի։ Այն կողմ։ Ամենի շատ Ապրեք, բրավո, այդ մի քծի թանկա, գնա։ Ինչ լավ էր գնում, Գնա, բացի սրա։ գնա։ Ները ստանամ վերցնեմ լավ։ Շնորհավորում եմ, ապրեք, հələ մեկ ճվճված է կամերայի մոտ, ուրախ եք Շատ։ Արդար էր ամեն ինչ։ ապրեք, կարմիրներ, ապրեք։ Կարմիրները հաղթեցին այս խաղը շատ պրոֆեսիոնալ կերպով, իրար հետևից հանեցին երկու սև խաղացողներին, չիմանալով նույնիսկ թե ովքեր էին թիկնապահը ու թաղայինը, որտեղ նրանք գնացին առանց ինչ-որ կոնկրետ բան ասելու։ Բայց ոչինչ, ամեն ինչ արժևում է, կա դեռ երկրորդ ռևանշ խաղը, չգիտենք ով ինչ գույնի խաղացող կլինի, բայց հուսով եմ, որ սրապես լարված ու հետաքրքիր խաղ կլինի։ Ես գնամ պատրաստեմ երկրորդ խաղին, գնամ ոգևորեմ, ասեմ ապրեն կարմիրները, սևերին էլ ասեմ ոչինչ, մի բան կանենք մյուս տարին։ Սպասում եմ ձեզ երկրորդ խաղին։ Ոնց անցավ առաջի խաղը։ Վատ, որ էր, անհետաքրքիր։ Ես ուզում եմ լսեմ միայն Ռաֆի եւ Դիանայի կարծիքը։ Ես ու Ռաֆին շատ գոհ։ Գիտեմ, որ դուք գոհ կլինեք։ Մենք օրինաչափ խելացի խաղացել ենք։ Լավ, ես խառնում եմ ծրարները։ Բոլորիդ աչքի առջև նայեք, որովհետև չգիտեմ ով ինչ գույն է։ Ինձ մեկը։ Ես երկրպագում եմ բոլորիդ։ Հիշում ենք, որ ձեռք չենք տալիս ծրարներին ընդհանրապես ողջ խաղի ընթացքում, մնում է գախնի։ Ես խոսալով ես բաժանում, դուք իմացեք ինչ ենք անում, էլի։ Հիշեցնեմ ձեր, հիշում եք ձեր ֆիլմի անունը։ Այո, Բորշ։ Այո։ Որը անցածի Անունն հենց խաղն է։ Իսկական Բորշ էր անցած խաղը։ Ես խնդրում եմ, քանի չեմ բացել եւ չեմ նայել այս խաղի ակտիվությունը չդիտարկել որպես Չէ, Բորիս, Այլ հիմա ես օրինակ բացեմ կարմիրենի կարող այրի դեմքիս արտահայտությունը փոխ։ չէ, կարո, աշխատի մի փոքր ավելի դու Նյու Յորքից ես, չէ՞։ Դու շատ լավ խաղացել։ Դու Լոս Անջելեսից ես եկել, ախր ոնց կարելի է։ Դու խոսում էիր ուրիշ ձև, հետը կար Անունը բաց։ Ինչ։ Հերթականությունը փոխենք, ես առաջինը չխոսամ։ Նայ, չէ։ Մերսի շատ։ Պատրաստ եք ռևանշ խաղին։ Այո։ 3, 2, 1։ Զգուշացեք, դռները բացվում են։ Սկսում ենք մյուս խաղը, որտեղ արդեն ես չգիտեմ իրականում ինչ գույներ ունեն, բայց վայքարելու են ռևանշի համար, որից արդեն խոստացել է, որ ավելի ակտիվ է լինելու։ Արսենը արդեն հասկանալու է սա որնա։ Մնացածը կտեսնենք ինչ են անում, մի փոքր ավելի ակտիվ են։ Գոնե այս անգամ թաղային լինեի կամ թիկնապահ լինեի։ Ասեմ, այնքան հավես մարդիկ են, որ չես ուզում իրենցից ինչ-որ մեկը սև լինի։ Այսքան խոսում եմ ժողովուրդ կօգտագործեք էլ մոնտաժի ժամանակ։ Այս կադրերից գոնե մի հատ հետո նայում ուրախանում։ Չգիտեմ ոնց բոլորին ապացուցեմ։ Այդքան էլ վատ մարդ չեմ։ Իսկ այս գանգստերսկի հակնվելը խանգարում է։ Նայում են մտածում են չէ ոնց էլի սևա։ Անցած խաղը խայտարակություններ այդ վերջի կտորը, երբ որ Կարոն գալիսից խփում ա, ես իրեն կտակ եմ գրում, շատ ոնց էր։ Բաժանորդագրվեք ու սեղմեք զանգակի կոճակը։ Բայց լայքեր էլ դրեք էլի ներքևում։ Թիկնապահ, դուրս արի ծանոթանամ քեզ հետ։ Ով է մեր այս խաղի թիկնապահը։ Թիկնապահ ջան, թիկնապահ։ Ողջույն թիկնապահ։ Դե, անցած խաղում արդեն բոլորը գիտեն ինչ են անելու, դուք էլ տեսել եք կամ լսել եք։ Հետևաբար բան չունեմ ձեզ ասելու, շատ հաճելի է ձեզ նորից տեսնել Մաֆիադորի սեղանի շուրջ։ Շնորհակալություն, զբաղեցրեք ձեր գրիմանոցը, սպասեք մինչ առավոտ։ Փակեք ձեր դուռը, շատ գախնի, թաքուն, որ հանկարծ ձևերը չիմանան, թե ով է մեր խաղի թիկնապահը։ Թաղային։
Մեր թաղայինին եմ սպասում։ Արի ծանոթանանք թաղային։ Բարև ձեզ։ Ես ամեն գիշեր ձեզ համար մի փոքրիկ ինֆորմացիա պատրաստած, կսպասեմ ձեզ, որ դուք դուրս գաք, հարցնեք ինչ-որ գույներ եւ ես դա միայն ձեզ կասեմ։ Խնդրեմ զբաղեցրեք ձեր փոքրիկ վագոնը։ Ով ես դու տղային։ Սևեր, տեսնեմ ով են այս խաղի չարաճճիները։ Սևեր, դուրս եկեք մթի տիրակալներ, եթե ավելի պաթոսային, եթե Warner Brothers-ը նկարեր մեր մաֆիադորը, դուք կլինեիք Բեթմենները մեր խաղի։ Մի փոքր ավելի կամաց խնդրում եմ, ապրեք, որ ծանոթացաք, զբաղեցրեք ձեր տեղերը, դեռ ժամանակ կունենաք մտածելու, պլաններ կազմելու, հասկանալու, թե ում եք սպանելու։ Խնդրեմ, ապրեք Սևեր, գնացեք։ Չեմ հավատում, ուղղակի սա մարդիկ էլ չեն հավատալու։ Ֆանտաստիկ է, չեմ հավատում, որ կարա սենց բան լինի։ Ծանոթացանք Սևերի հետ էլ, գիտեմ ով է թաղայինը, գիտեմ ով է թիկնապահը, որտեվ ես այս խաղի հաղորդավարն եմ, այլ ոչ թե խաղացող։ Զգուշացեք, դռները բացվում են։ Եկեք, ինչ վրազ եք, տես վազելով եկեք, համեցեք։ Երբ որ առաջինից ելնում ես, վազելով ես գալիս։ Ուզում ես շուտ խաղաց, որ շատ խաղաց։ Այո։ Շուտ խաղանք գնա։ Լավ է տրամադրությունը, ավելի մարտական է տրամադրված։ Այո։ Ես որոշեցի մի փոքր ընդառաջեմ ձեզ, ոնց որ դու ինձ խնդրել էիր Հայկ ջան, դրա համար 30 վայրկյան քեզնից եմ գցում։ Անցած խաղից հետո ինչ ունես ասելու, ասա, Բորշ 2 ֆիլմի նկարանումն անդանում հիշեցնում եմ։ Ես առաջարկում եմ, որ թիկնապահը պաշտպանի Դիանային, որովհետև նախորդ խաղից ունի ուժեղ խաղացողի ընկալում, որ մենք հասնենք իր խոսքը լսենք, ես չի նշանակում, որ ինքը սև կամ կարմիր խաղացող է, ու ինչ էի ուզում ասել։ Շնորհակալություն Հայկ։ Կարո դու ուժված սևերից մեկն ես անցած խաղի։ Ինչ ունես այս խաղում ասելու մեզ։ Ուզում ասեմ, որ անցած խաղը ֆանտաստիկ խաղ էր։ Իրականում ափսոս, որ ես որպես խաղացող եմ ասում, որ չհաղթեցի, որովհետև միշտ սիրում եմ հաղթել, յուրաքանչյուր դեպքում կրինեմ կարմիր տեսև։ Ու այո, միանշանակ իմ վստահությունը Դիանային է, որ ամենասկզբից ասել եմ ինքը այստեղ ամենալավ խաղացողներից է։ Ես հաստատում եմ այդ։ Ինքը շատ ճիշտ միանգամից զգաց, որ առաջին իսկ 10 վայրկյան ունես կարող։ Այնպես որ փորձելու եմ միանշանակ խաղալ քեզ հետ։ Շնորհակալություն։ Մնացածի մասին։ Շնորհակալություն։ Ձյանն արդեն վստահություն ես վայելում։ Կարող է։ Այդքան էլ Չէ, լավ, չէ, պետք չի։ Ռաֆի ջան, խնդրեմ 30 վայրկյան։ Ես կուզեի այս խաղում իմ քարտը մի քիչ տարբերվեր նախորդ խաղից, ավելի հետաքրքիր կլիներ, բայց էլի կարմիր խաղացող եմ, նայ, այն որ դու առաջարկում ես Դիանային գիշերը պաշտպանել, դա շատ լավ իդեա է, բայց դա պատասխանատվություն է ենթադրում, այսինքն նաև որոշակի սլակներ ուղղվում են քո դեմ։ Ես էլի առաջին կրուգներում խաղում եմ էմոցիաներով, գուցե սխալվում, նախորդ անգամ օրինակ Իրինան ինձ շատ կարմիր էր թվացել։ Շնորհակալություն։ Բորիսը մեզ խոսքացրել որ ավելի ակտիվ պետք է լինի, սեղանից մի փոքր հեռու նստեք։ Շատ լավ վերաբերես։ Բորիս, ակտիվացիր։ ու ինա դու չի խոսում էլի, չէ, իրականում մի հատ վտանգ կա, որ Հայկի ասացի մեջ, նայեք ինչ տրամաբանությամբ, հիմա օրինակ, եթե պաշտպանի հա գիշերը Դիանին, եւ նրան, այսպես ասած, կրակեն ունա դուրս չգա, ինքը ավտոմատ sense բոլորիս համար դառնում է, այսինքն հիմա սև լինելով, կարա ինքը իրան կրակի, որովհետեւ ասում ենք, որ իրան պաշտպանի, չէ՞։ Ինքը դուրս չգա, ավտոմատ բոլորիս համար դառնա կարմիր խաղացող։ Հավանականությունը 0.3։ Շնորհակալություն Բորիս, հիշեցնեմ որ 30 վայրկյանի ընթացքում չի կարելի խանգարել մասնակցին։ Վերջիվերջո տղան ակտիվացել է, թողեք տեսնենք ինչ ասի։ Տարիքս է, տարիքն, այո, անցումային տարիք է։ Գարունը։ Հայկ, ավարտեցինք այդ թեման։ Ձյաննա 30 վայրկյան։ Ասեմ, որ ենթադրությունն է սխալ ինքնին, ոնց ես կարծում։ Եթե ես գիտեմ, որ ինձ այս դեպքում թաղայինը պաշտպանելու է, ես սև եմ։ Իմաստ կա, ինձ կրակեմ ու ծախսեմ այդ կրակոցը սև խաղացողի վրա։ Չկա։ Ինձ պետք է որ կարմիրները գնան, հենց որ ենթադրություն ինքնից սխալ է, բայց ես ներսը նստած մի քիչ ուշադիր էի լսողության առումով, ինձ թվացել է իմ կողքը սև չկա։ Ես ուզում քոստուգումը։ Շնորհակալություն Ձյաննա, շնորհակալություն։
չգիտեմ, ուզում եմ Շատ լավ է, որ այդ նույնիսկ այդ գլխարկի տակից դու կարող ես գլուխ գովալ, տենց ինչ-որ բաներ ասել, բայց ավելի շատ խաղով նայեք այս խաղին։ Ես խաղով։ Այո։ Մի հիմնվեք անիմաստ բաների վրա։ Ասեցի մտածում Կարոն ու Ռաֆին են դեռ։ Շնորհակալություն։ Տենց եմ մտածում։ Բարբիչկա։ Բարբի։ Այո, բիչկա։ Հայո։ Ես իրական այդքան շատ բան չունեմ ասելու, մենակ կասեմ շատ մի կենտրոնացեք թե ում կփրկեն, ում չեն փրկի, որովհետև ինձ թվում է ում փրկի է, ինձ չի որ Հայկը ասեց Ձյաննային փրկեք, Ձյաննային հաստատ փրկելու են։ Կարող է Ձյաննան է փրկող։ Այո։ Ձյաննա, նկատողություն։ Վերջ։ Վերջ։ Այո, շատ լակոնիկ։ Մալազե, շատ լակոնիկ կարճ ես խոսում։ Ալուս ինչ ունես ասելու, Ալուս։ Անցած անգամ այդ համատած իրինան հանգիստ դուրս եկավ այս անգամ ես շատ ինտուիտիվ այդ բաները զգում եմ, հա ու ինձ ինչն է շատ խանգարում, որ այն մարկանցում ես ճանաչում եմ մինչև խաղը, ինձ այդ մեր հարաբերությունները խանգարում է, որտեվ օբյեկտիվ չեմ կարողանում դատել։ Կրվածնենք խաղից առաջ։ Ուզում եք խաղից առաջ կարող կրվածնենք։ Չէ, հարաբերություն չունենակ։ Չէ, կարճ ասած դեռ որևիցե ասոբը կասկած չունեմ։ Կխաղան կտեսնեմ։ Շնորհակալություն։ Արսեն, ասոբը կասկածներ ունես։ 30 վայրկյան ունես։ Խոսեմ իմ թիմակիցների հետ, ոչ թե վարողի։ Վարող չէ, հաղորդավար։ Հաղորդավարի։ Վարում են հողը։ Ես իրականում ես էլ էի ուզում որ իմ խաղակարտը փոխվի, որ մի քիչ ավելի հետաքրքիր լինի, փոխվել է իմ խաղակարտը, այն ժամանակ ունեի պաշտոն, հիմա չունեմ պաշտոն, սովորական կարմիր խաղացող եմ։ Դեռևս խաղում եմ միայն Ձյաննայի հետ, Ձյաննա ջան, միայն քեզ հետ եմ խաղում։ Շնորհակալություն։ Առաջին մարտը որ ուրախանում է կամ գլուխագով որ պաշտոն չունի։ Մարտիկ Հայաստանում տեսել ես պաշտոն ունենալու համար։ Պաշտոն ունեցա դեռ այդ տեսանք ոնց եղավ։ Հասկացա 30 վայրկյան ազատ քննարկում։ Բորիս ակտիվությունը ցույց տուր։ Բորիսը խի է հավատում Ձյանային կամ խի են հավատում Ձյանային, ինչ խոսք ասես որ Բորիսը ես եմ օրինակ։ Այ վայ կներես։ Ես նայ, ես Բորիս Արսեն։ Այո։ Արսը կներես, Արսենին հասկանում։ Ըստ ումա արդեն դուք պիտի հարմարվեք, Բորիս ջան։ Խառը, Հայկը չէ, խառը։ Ես քո անվան տակ խաղամ։ Ես իրականում շատ էի տեքստ սպասում ձեզնից։ Չէ, ես ասեմ, առաջինը որ ասեց, որ ես նույն բանը ասել եմ ներսում ու ինձ թվացել է շատ ազնիվ է ասում ինքը, որ ուզում է քարտի փոփոխություն ու չունի այդ քարտի փոփոխությունը, հավատացել եմ։ Կարող է փախվածքը փոխվել է, դեռևս հիմա է 0։ Իմիջիալս մտածում փոխվել է կամ ինադու է։ Խնդրում եմ բոլորդ նայեք Ռաֆիի դեմքին ուշադրությամբ։ Ու այլ կերպ ես խոսում, բայց դա չի նշանակում, որ սև ես կարող է ինչ-որ ակտիվ քարտ ունես, մտածում եմ Արուսիկն է փոխվել։ Դու փոխվել ես կյանքս։ Չէ, նույն շոյով Արուսիկը։ Եթե տենց նայեք, ուրեմն Ռաֆի այս Շնորհակալություն։ Զգուշացեք, դռները բացվում են։ Երկրորդը օգտագործի։ Արի բարբեչկա ջան, արի։ Մերսի շատ։ Խնդրեմ։ Ամեցի, կբարևես Քենին։ Ձեզ բարևում էին։ Լոհոչկան։ Միակ ազգենք որտեղ Քենին կնոջ քույրն է, այլ ոչ թե գեղեցիկ տղամարդ։ Մնացած դեպքերում Քենը Բարբի ընկերն է, ինչքան ես գիտեմ, ինչքան տարիքս ներում է, որ իմանամ։ Մինչև կանցնենք առաջ, դուք ունեք մի փոքր ժամանակ, որ սեղմեք զանգակի կոճակը, բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին, գրեք մեկնաբանություններ ու գուշակեք, թե ովքեր են այս խաղի սևերը։ Եվ ինչ ընթացք է ունենալու այս խաղը։ Այո, բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին։ Ակտիվ խոսում են իմ հարևանները, ակտիվ խոսում են եւ քննարկում են։ Կարող եք ուշադիր լինել, դիտել Էյտոզի ոդքասթի թողարկումները, լսել շատ հետաքրքիր զրույցներ։ Հասա ինչի սեր պետք Հայկին պաշտպանել է։ Ես կյանքում եմ Հայկին պաշտպանել։ Ուսամ այդ սոլիդարությունը գործում է իմ օգտին չեն քվյարկի։ Հույսամ թիկնապահը ինձ կփրկի, որովհետեւ կուզենայի մի օր ավել մնայի։ Թիկնապահ, սիրելի թիկնապահ, արիր եւ քո թիկունքը պահիր, տեսնենք թե ինչ ես որոշել անես այս երեկո թիկնապահ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մեր թիկնապահը կատարեց իր առաքելությունը, ապահովագրեց ինչ որ մի խաղացողի կյանքը այս գիշերվա ընթացքում։ Թաղային, թաղային, եկեք թաղային, եկեք տեսնենք ինչ ինֆորմացիա է ձեզ պետք, ես պատրաստ եմ ձեզ տալ ինֆորմացիա։ Շնորհակալություն սիրելի թաղային, թաղայինը նույնպես կատարեց իր առաքելությունը, իմացավ ինչ որ մի գույն։ Կարելի է ասել ես այս խաղի առնետն եմ, չի քիչ վատ է հնչում, բայց դե գույներ եմ ասում, ստեղ ընդեղ ասում եմ, դե ինչ արած, իմ առաքելությունն էլ դա է։
Սևեր, սիրելի սևեր, համեցեք, մարդ չկա դուրսը, գիշերը ձերն է, քաղաքը նույնպես, մեր ֆիլմի դերակատարները հանգստանում են, չիմանալով, որ ինչ-որ մեկի կյանքը կարող է ընթացվել հենց այս պահին։ Կատարեք ձեր ընտրությունը, սեղմեք, ուզում եմ ասել զանգակի կոճակը, բայց չէ, սեղմեք վագոնի կոճակը, որպեսզի հասկանանք, թե ինչ եք որոշել անել։ Սիրելի սևեր, ես եմ։ Դե ինչ ասեմ։ Շնորհակալություն սևեր։ Ոչինչ։ Կարող եք զբաղեցնել ձեր գրիմանոցները Ինձ շորձը ավելի կամաց։ Արի։ Խնդրեմ նստի։ Ընդամենը մեկ նախադասությամբ կխնդրեմ մեր զոհը մեկ նախադասություն գրի եւ անպայման գրի թե ում է ուղված կտակը։ Կտակ։ Շնորհակալություն, դա վերցրեք ձեզ հետ, նվիրում եմ իմ անունից կհիշեք, ճանապարհում ենք ձեզ, ապրեք որ խաղացիք, շատ հաճելի էր, այսքան, բայց դե ինչ արած։ Ահա, մենք ունենք հասցեատեր, հայ, սույց նուր կտախու կատ։ Բա ինձ պետք էր քո այս նամակը։ Հույս ունեմ ամեն ինչ պարզ էր, ամեն ինչ հասկացան, բոլորս մեր գործը արեցինք։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բայ, ես կպակեմ։ Համեցեք։ Պատրաստ եք քննարկման։ Կարող քեզանից ենք սկսում 30 վայրկյան ունես, ասա թե ինչ ես մտածել, ինչեր ես խոսել, խորհել։ Շատակը վառ։ Ցավոք, փաստորեն խաղից իրոք կարմիր դուրս եկավ։ Ասում էին։ Հա։ Okay, ես անկեղծ կա այս Կտակում պահին ա գրել, չեք ասում։ Նկատողություն, սիրելի արուսիկ, չի կարելի մարդու 30 վայրկյանը խախտել։ Անկեղծ եմ իմ ասում, կասկածելի, այնպես միանգամից ասեմ ով է կա։ Կարող ես տեխնացիոնել արդեն դնել։ Բորիսը չգիտեմ ինքը ինչի չի խոսում կամ ինչա քիչ խոսում, դա ինչով է պայմանավորված իր սևլին։ Ժամանակ, չհասցրեցիք կարող։ Չգիտեմ, Բորիս Չհասցրեցիք, արդեն ազատ քննարկման ժամանակ ունենաք այդ հնարավորությունը։ Բորիս 30 վայրկյան ունեք տեխնացիոն կասկածներ, կարճա էտա։ Էլի սկսեցի խոսալ, էլի մեղադրում եմ, որ չեմ խոսում։ Դե լավ, դե հիմա ինչ անեմ։ Էդ է ուրեմն իմն էլ, չէ, ժողովուրդ կարմիր խաղացող եմ, բայց այս անգամ իրոք շատ էի խոսում։ Դե ես առհասարակ այս խաղի ընթացքում սիրում եմ մարդկանց հետևել, ռեակցիաներին նայել, դրա համար քիչ եմ խոսում, առհասարակ սիրում եմ նայել տենց ենթադրություն։ Իսկ կասկածներ սիրում ես տեխնացիոններ դնել։ Հա, սիրում եմ, այս этаպում կասկածում եմ Հայկին, եկեք սկզբի համար, քանի որ կասկածում եմ տեխնացիոն, դրանք հասկանանք ինչա կատարվել։ Ընդունված է Հայկի տեխնացիոնը, շնորհակալություն Բորիս, շատ ակտիվ եք այսօր։ Ինչ որ բան պատահել է Բորիս։ Այո։ Ձյաննա 30 վայրկյան ունեք տեխնացիոն կասկածներ, մտորումներ, խորհեր, խազեր։ Ես Ու իմ ժամանակից մի տակ։ Ուր է իմ ժամանակը։ Չգնում դեռ։ Քո ժամանակը էսա։ Ես քո ժամանակը առանձին կպայեմ։ Եմ եւ ասեմ, որ դե նախորդ շրջանի վրա է հիմնված։ Ես մեկամ մի քիչ դեռ կասկածում եմ քեզ Արուս։ Ես միջև դու չստուգվես ելի չեմ հանգստան։ Ես Հայկի ու Արուսի մեջ ստուգում էի ուզում, այնտեղ էլ էի ասում, որ ուզում էի ու ես իմիջիալուց չեմ բացառում, որ դրանք ակտիվ քարտեր են, այսինքն ես կարամ սխալվեմ, որ դա սև խաղացող է։ Ամեն դեպքում ընդունեք դեռևս Արուսիկի տեխնացիոնը։ Ընդունված է Արուսիկի տեխնացիոնը։ Ես չգիտեմ, կարող է լսողությունս ինձ դավաճանում, բայց մտածել եմ, որ այս կողմի վրա է եղել կտակը։ Վերջ ավարտվեց, Այսինքն եթե կա կտակ, խնդրում եմ ասել, ես Ռաֆին կամ այս պահին ունենք երկու տեխնացիոն։ Հայկի եւ Արուսիկի տեխնացիոններն են։ Սիրելի Բարբի, Darling մոյ։ Ասա ինչ ես կարծում, այո։ Ես ուշ եմ տեղ հասնում։ Զգացի։ Տեղ հասնում։ Ժամանակս, հա։ Դու խոսա ուզում ես։ Գնա ժամանակը։ Չէ, իրականում նենց չի, ես շատ եմ օգնելու, որովհետև հիմա հավասարաչափ բոլորին կասկածում եմ ու հավասարաչափ վստահ չեմ ով է սև։ Դրա համար ինձ թվում է տենց դաժե կարողա չքվեարկեմ։ Այդ կար։ Չեք կարող չքվեարկել, սիրելի, նա ձեր օրենքները մի բերեք մեր տաղավար։ Լևա ջան, խոսեմ, հա։ Վեց։ Վերջ, չէ, իրոք։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ ամեն չքվեարկված ձայն գնալու է վերջին տեխնացիան, այս պահին վերջին տեխնացիոնը գեղեցկուի Արուսիկի տեխնացիոնն է։ Արուսիկ, կարող եք փոխել վերջի տեխնացիոնը։ Կարմիրներ ջան, խնդրում եմ ուշադիր եղեք։ Ինձ եթե հանեցիք, իմացեք շատ
Դե ուրիշ Խաղի տեխնացիա։ տոկոսները հավանականություն որ կարմիրները հաղթելու են քչանալու է։ Շատ գեղեցիկ շարահյուսված նախադասություն է։ Բորիսի հետ միասին խաղում եմ, գիտեմ ինչի եմ խաղում։ Դու էլ ես անգամ լրիվ ուրիշ ռեակցիա ես Գիտեք, սով մենք չգիտենք։ Նկատողություն ջան։ Այս երկուսը հաստատ կարմիր են։ Ձյաննան, քանի որ ինձ թվում է որպես ուժեղ։ Արուսիկ տեխնացիոնն եք։ Ձյաննան։ Ընդունված է Ձյաննայի տեխնացիոնը, ահա, վերջապես անցած խաղից Ձյաննան լավ է խաղում, Ձյաննային սիրում ենք, տեսար ոնց ճպացրեց տեխնացիոնը ուղիղ քո։ Դե ոչինչ կարա ես որտեղ իրան եմ կասկածում։ Արս ջան, ինչ ունես ասելու, ցավը, դու դժվար ես, դու ասա տեսնեմ ինչ ես Ես ասում։ հիմա Իրինային չեմ հասկանում, եթե անկեղծ, որովհետև անցած շրջանում խոսեցիր, էլի նույն ձև խաղը ընթանում է, ասեցիր, բացատրեցիր, ես իրան Տեխնացիություն դրեց իմիջայլոց, չէ, չի դրել։ Հիմա Չի դրել։ հավասարազոր 7, ոչ մեկի չեմ կասկածում կամ բոլորին կասկածում եմ, դրա համար եթե ոչ մի բան չպետք է ասես խաղին օգուտ տաս, դրա համար վնաս է։ Իսկ դու ուզում ես տարբերվել թե նույն բանը ասել։ Կարամ խոսեմ։ Կարաս։ Գիտես երբ բայց Տեխնացությունս ընդունեք դեպի Իրինը։ տեխնացիությունը ընդունենք դեպի Իրինան մի վարքյան։ Որովհետև Ես գնամ դեպի Իրինան, ընդունված է տեխնացիությունը։ Հայկը չի խոսել դեռ, չէ։ Ոչ։ Չէ։ Սենց մի հատ խնդիր կա, որ Արուսիկի տեքստն հենց էր, որ ինքը թաղային ստուգելա Բորիսնը խաղում է, որը կարա լինի նաև fake սևային խաղ, կամ ստուգելա Ձյաննան դուրս է եկել սև խաղացող, դրա համար դուրս է գալիս սևի վրա։ Դրա համար հիմա եթե պայմանական Արուսը մեր համար կարևոր է, խորհուրդ կտամ տիկնապահը պաշտպանի Արուսին, որ ինքը կարողանա երկու անգամ ստուգի ու հանի։ Ես է կոպես կողմնորոշված չեմ։ Մենակ Իրինայի խաղում, որտեղ իրոք չեմ ջոգում, թե ինչ է կատարվում խաղին։ Ժամանակ։ Իմ թե Ժամանակն է կողմնորոշվելու Հայկ, ես կասեի։ Հիշում եք քանի տեխնացիություն ունենք։ 3 Ոչ։ 4 արդեն։ Ունենք քո տեխնացիությունը, Արուսիկի տեխնացիությունը, Ձյաննայի տեխնացիությունը եւ Իրինայի տեխնացիությունը։ Ճիշտ հերթականությամբ խզարել եմ ամբողջ տեխնացիությունները։ Ազատ քննարկում ունեք, խնդրեմ, ասեք իրար ինչ ունեք ասելու իրար դեմքի։ Առաջինն է խոսել։ Ձյաննա խոսա, ինչ ունես դու խոսալ, ինչ Ես ասեմ, ես բացահայտ ասեցի, որ դու կարաս լինես ունենաս ակտիվ քարտ, դրա համար ես քեզ կասկածեմ, բայց ես չեմ ուզում գնամ։ Գիտես ակտիվ բավական հանդարտ լավ քարտ եղավ։ Բայց մի հատ բան ասեմ, տենց Արուս, Вообще սևական։ Արուս, բայց մի հատ քեզ բան ասեմ, այդ որ ասում ես բավոր լավ քարտ եղավ, բա ում տեխնացիությունը դնեմ է։ Ախր դու բացի ինձանից, երբ որ ես քեզ սևացնում, բացի ինձանից ուրիշ բան առաջարկել։ Օրինակ Իրինան ոչինչ չի հասկանում։ Վերջին շանսը տեխնացիություններ դնելու։ Դու պետք է ասես, եթե մտածում ես Բորը կարմիր է, ես դու Բորի հետ խաղում եմ։ Բացի ինձանից, Բարիս հետ խաղում եմ։ Ցանկացած դեպքում Բորիսի հետ խաղում ես երեքս բան ենք։ Շատ կասկածում եմ քո։ Որ հանգստան։ Հիշեցնում եմ, որ ունեք 4 տեխնացիություն։ Տիկնապահը, եթե ինչ-որ մեկը տիկնապահը, ինձ ես Սիրելի կամ պահեք։ Եթե ինքը սխալա բացվում, կոպիտ ասած ու չի բացվում, բայց դե հիմա ինչ-որ մեկը պիտի խոսար, եթե ինքը չի։ Ոչ մեկ չխոսած։ Ռող տիկնապային, խնդրում ես անգամ ինձ պահ։ ունենք 4 տեխնացիություն՝ Հայկ, Արուսիկ, Ձյաննա եւ Իրինա։ 4 տեխնացիությունները՝ Հայկը եւ գեղեցկուհիները։ Ես Քվեարկում ենք կարա ընդհանուր գեղեցկուհիները։ Քվեարկում ենք արագ։ Հայկ, ով է կողմ խաղալիքի Հայկը։ Շնորհակալություն, բրկվեցի Հայկ։ Արուսիկ, ով է կողմ խաղալիքի Արուսիկը։ Շնորհակալություն, 1, բայց հպարտ ձայն։ Ձյաննա, ով է կողմ խաղալիքի Ձյաննան։ Շնորհակալություն, 3 ձայն։ Հա, կասկածում եմ արդեն։ Հետևաբար Իրինային անցնում է 3 ձայն։ 3-3 եղավ։ Խաղը կիսվել է Ձյաննայի եւ Իրինայի միջեւ։ Հիշեցնեմ, որ այո, դրանից հետո արդեն պետք է անեք հստակ քվեարկություն 7 հոգու ժամանակ, այլևս խաղ կիսելը անհնար է։ Ձյաննա 30 վայրկյան ունես, խնդրեմ։ Ես ինչ եմ առաջարկում իմ մնալը, որովհետև, во-первых, եթե ես դուք ստուգեք ու կհամոզվեք, որ կարմիր եմ, դա վատ չի, չէ, որ ես մնամ կարմիրով խաղի մեջ։ Սև լինեմ, ավելի լավ ձեր համար, կպարզվի, որ ես հաստատ սև խաղացող եմ, կհանեք ինձ, կմտածեք ովքեր են իմ հետի սև խաղացողները։ Իմ ստուգումը հրաշալի նվերա ցանկացած դեպքում։ Այսինքն կարող եմ կորցնենք։ 30 վայրկյան խոսում է Ձյաննան, մի խանգարեք։ Հիմա Իրինային որ կորցնեք, ես ստուգվեմ սև լավա, որ ես ուժեղ սև կմտնեմ։ Ձեր համար լավա ես կարմիր ստուգեմ, որ քեզ օգտակար կամ չգիտեմ որ մեկը դա։ Շնորհակալություն։ Իրինա, քո 30 վայրկյանը։ Իրինա, ուժդեմ։ Համոզիր կամ արդարացիր։ Ուժեղ խոսալու կարիք չկա, որովհետև անիմաստ է իմ տեխնացիությունը դրվել, Արսեն ուղակի արտացավ դրեց, խաղը նոր է սկսվել, ես բան չեմ հասկանում, չեմ դրել տեխնացություն։ Չեն խանգարում Իրինա 30 վայրկյան։ Տրամաբանությամբ ես էլ կարամ ասեմ, ինձ էլ ստուգեք, ինձ էլ տվեք կարմիր խաղացող, ես էլ կարամ ձեզ օգնել։ Ես քանը կարամ ասեմ, հիմա ինձ թվում է անիմաստ ուղղակի երկու մասնակից են նստած տեղ։
Սենց ասեմ, ես չգիտեի էլ ում։ Շնորհակալություն սիրելի Բարբի։ Մտածում կարող երկուսը կարելի։ Մտնում ենք քվեարկման փուլ։ Քննարկումներն ավարտված են։ Պետք է ընտրություն կատարեք Դիանայի կամ Իրինայի։ Տապիտն է։ Բայց ես քեզ չհասկացա։ Չէ, քվեարկեն։ Եթե դրել։ Բորիս, լավ կներեք։ Սկսեց ինչ որ քննարկումներն ավարտված են։ Կստանաք նկատողություն։ Քվեարկեք հստակ եւ մինչեւ շնորհակալություն բառը։ Դիանա եւ Իրինա, ով է կողմ խաղալիքի Դիաննան։ Շնորհակալություն 1 2 3 ձայն։ Իրինա ջան, դուք լքել եք։ Լքելը։ Ինքն էլ է կարելի։ Երեխեք, չգիտեմ ինչի եմ լքել, ցավում եմ։ Ձեզ քվեարկեցին, ձեր իսկ ընկերները։ Այո, հասկացա արդեն, բայց մի փոքր անարդար ստացվեց, որովհետև ի սկզբանե Դիանային ձեռք ենք բարձրացրել ես, Բորիսը ու ով։ Եվ 3 ձայն եղավ Հայկը, հետո չգիտեմ ինչի Արսենը արթնացավ դրեց իմ տեխնացությունը ուղակի նրա համար, որ ես արթնացել եմ ու չէի Ունեք ինչ որ մտքեր կամ ինչ որ վատ բաներ, որ ասեք երեսներին օրինակ։ Դիանան չեմ հասկանում ինչի ա ուզում անընդհատ իրեն ստուգեն հնարավոր։ Շնորհակալություն։ Կարասևնին ու Շնորհակալություն Իրինա, եկեք ես ձեզ ճանապարհեմ։ Եկեք, ոչինչ Բարբի ջան, ոչինչ։ Անպայն։ մենք կխաղանք, չէ՞ իրար։ Եկեք։ Ցավոք սա արդեն երկրորդ խաղն էր։ Գնա, չի ուզում գնա։ Եվ ով ա ուզում գնա մաֆիատորից։ Էնան ուզի։ Զգուշացեք, դռները բացվում են։ Վատ են սևերի գործերը։ Բայց դե ինչ արած։ Մի հոգի էլ հանեցին, քվեարկությամբ չկարողացավ համոզել, բայց դե Դիանան ավելի փորձառու է։ Այդ հայացքով մի տեսակ sense համոզեց, հանեցին Իրինային, Դիանան մնաց։ Տեսնեք ոնց կընթանա խաղը։ Բարդացավ։ Չէի սպասում, որ Իրինան sense շուտ կգնա։ Բայց այս խաղը մի քիչ ավելի հետաքրքիր է, քան նախորդը։ Որտեղ էլ չէ ելել։ Ինչ կասկածում են սխալ։ Հիմա եթե թիկնապահը ուրեմն մի քիչ է որ ասպետ քտածակ ունեցած լինի, ինձ կպահի ու մենք արդեն վստահ կկարողանանք հաղթել։ Սիրելի տիկնապահ, եկեք տիկնապահ, ասեք թե ում եք ուզում փրկել այս գիշեր, ում կյանքն եք երաշխավորում այս գիշեր, ում եք ուզում տեսնել հաջորդ ցերեկ։ Շնորհակալություն։ Կատարեց իր ընտրությունը մեր սիրելի տիկնապահը, երաշխավորեց եւս մեկ կյանք։ Այս մարդը կարող է արդեն հանգիստ լինել, իր հետ ոչինչ չի լինի։ Սիրելի Թաղային ես նորից սպասում եմ ձեզ նստարանի վրա անձրևի տակ, անձրևանոցով, թաքուն, թերթը ձեռքից, սպասում եմ, որ դուք գաք ցույց տաք։ Դե ինչ, Թաղայինը նույնպես կատարեց իր առաքելությունը, արդեն գիտի եւս մեկ գույն։ Մնացին մեր սևերը, սևեր, համեցեք, սև կամ սևեր, եկեք կատարեք ձեր գործը, սև, չար գործը, ում կյանքն եք վտանգի տակ դնում, ում եք ուզում վերացնել, ում չեք ուզում տեսնել այլևս այս խաղում։ Շնորհակալություն մեր սևերին։ Ափսոս։ Կտակը վերցրա։ Կխնդրեմ ընդամենը մեկ նախադասությամբ, կարճ, կոնկրետ, լակոնիկ, եթե կուզեք, ասեք թե ում է ուղղված ձեր կտակը եւ ձեր կտակի պարունակությունը շարադրեք։ Շնորհակալություն, սիրելի զո, եկեք ձեզ ճանապարհենք։ Եկեք։ Խնդրեմ, այս տվեք ընդեղ։ Շնորհակալություն։ Չթողում եմ։ Հասցեատեր ունենք։ Վայ, սկալտերին տալիս եք։ Բորիս, ցույց ես տալի կամերային ինչա գրած եւ կարդում ես։ Դիանայից Բորիսին, եթե Թաղայինը դու ես, դու գիր Հայկին։ Ես Հայկին կասկածում եմ ինձ, բայց չեմ հասկանում արդեն այս խաղից։ Կներես Դիանա ջան, բայց պետք է որ դու գնաս, որովհետև Արուսիկին հեշտ կլինի համոզել եմ։ Այն կողմից կասկածներ չունեմ դեռ,
Իսկ եթե դուք չեք ուզում բաց թողել ոչ մի կտակի պարունակություն, ապա բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, մեկնաբանություններում գրեք «Վայ, ես ինչ լավ է, որ նորից սկսել եք, որովհետև սա Մաֆիադոր երկրորդ եթերաշրջանն է, մենք տաշ իրար նայում ենք, եւ ես ասում եմ զգուշացեք, դռները բացվում են»։ Շատ գեղեցիկ ռեակցիա տվեցիք առավոտյան։ Okay, բարձր։ Դա։ Դա Կարա չէ ես սկսեմ։ հին հայկական բառով ենք սկսում առավոտը, դա։ Ինչ մտքեր եք ունեցել գիշերը, Բորիս, խնդրում եմ ակտիվ կերպով ասեք 30 վայրկյանում ինչ եք կարծում, արդեն խաղը մոտենում է իր մայրամուտին։ Իրականում շատ վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել, որովհետև եթե վերցնում ենք, որ ոչ մի սև չի հելը դուրս եկել, հա, եթե հիմա մի կարմիր կորցնենք, խաղը կրում են սևերը միանգամից։ Ձյանը ըստ երևույթին սև չէր, կարող է կարակել։ Տեխնացություններ, Բորիս, տեխնացություններ, կասկածներ։ Խաղայինը հուսամ այս անգամ ստուգել է Հայկին կամ Արսենին, տեխնացություններս մեկ տեխնացությունը խնդրում վերջում է կանք, չէ՞ տեխնացություն։ Վերջում էր կանք։ Շնորհակալություն, Բորիս, շնորհակալություն, Արուսիկ, տեխնացություն, կարծիք 30 վայրկյան։ Խաղի ավարտա բացվում եմ ես թաղայինն եմ, Ձյանին ստուգել էի ցավը կրակեցին, Բորիսին ստուգել եմ կարմիրա, Թիկնապահին խնդրում եմ ինձ պահել։ Տեխնացություններ դրեք։ Տեխնացություն։ Կասկածելի է շատ Հայկը եւ Արսենը։ Ավելի շատ Հայկի տեխնացությունը։ Հատված է Հայկի տեխնացությունը։ Հայկի ստումը գլխարկիցը տա։ Չեն հավանել։ Արսեն 30 վայրկյան։ Քանի որ Հայկը կասկածում է, Արուսիկն էլ ինչ որ չափով կասկածում է ինձ, ես խնդրում եմ քեզ, բացվեցի։ Նկատողություն Արուսիկ։ Այս շրջանում, եթե մնամ խաղի մեջ, քվեարկության արդյունքում դուրս չգամ, ինձ ստուգի, ես դա ասում եմ 100%-անոց, որ տեխնացություններ ունես ասել։ Այս պահին չունեմ տեխնացություն, խաղի վերջում կպաշտպանեմ կամ Խաղի վերջում ես խոսում եմ մեր տեսակցի հետ եւ խաղը ավարտում է։ Շրջանի վերջում հասկացա։ Տեխնացություն, քանի որ ունենալու են 30 վայրկյան։ Այո, ունենալու եք, շնորհակալություն խաղի կանոնները ընթացքում հիշեցնելու համար։ Okay, մենք ցերեկում ունենք հանած, որ ինքը գնացել է ոնց որ քվեարկությամբ ու մենք չենք կարողացել իմանանք ինքը մյուս թաղայինա թե չէ։ Մենակ ունենք Իրինային։ Ու Ռաֆինը Չէ, Ռաֆին ինձ նամակա թողե, կտակա թողե, կգրեր, որ ինքը թաղային ենք, թաղային չի։ Ստե մի հատ դժվար բան կար, ես մտածում կարող է Արուսը, Արեսից լավ օգտվում է, ինքը խաղում է սև խաղացող։ Բորիսին ես հավատում եմ։ Այք միայն քո տեխնացությունն է, հիշեցնեմ բակի։ Այս դեպքում մենակ Ձյանան կարա ինչ շերիֆ լինի։ Ընդունեք Արսենի տեխնացությունը։ Ընդունված է Արսենի տեխնացությունը, կարող եզրափակեք մեր այս շրջանում։ Շատ խառն է ամեն ինչ, չգիտեմ, ի սկզբանե ասեմ, ես ինչ որ կոնկրետ բանով չեմ ասում, ուղղակի այդ պահի դրությամբ, որ հələ տենց ինչ որ ով որ խոսացել էր, ինձ մի քիչ տենց հակասական թվաց քո խոսալը։ Արուս, չգիտեմ, հիմա այնքան բարդ է, ինձ թվում է իմ կարծիքը Ձյաննան շերիֆա դուրս եկել, նու թաղային է դուրս եկել։ Նամակա թող։ Դե թե ստուգել ես, ես էլ վստահ եմ։ Շնորհակալություն։ Արսեն, Արուսիկ նկատողություն եք ստանում, չի կարելի խոսել ուրիշ խաղացողի եւ Մտածում էի։ Շնորհակալություն։ Երկու տեխնացություն եւ Հայկ։ Ազատ քննարկում գրած։ Հիմա եթե քվեարկենք Արսենին հանենք, չենք կրվում խաղը։ Մյուս գիշեր դու կարաս ստուգես Իրան։ Ես Իրան։ Ու եթե ինքը կապ չունի, եթե ինքը ասենք սև է դուրս գա, կարմիր է դուրս գա։ Բայց հիմա կկրվենք, չէ՞, եթե ինքը։ Դες որ կանանք հանենք խաղը։ Ուզում հասկանամ 100%-անոց ինչ իրեն շեստա որ ես սև եմ։ Չի եղել, էլի։ Okay։ Գուսամ չի եղել։ Եթե դու ստուգել ես իրոք, Տեխնացություններ։ Եթե երկու սևական են Հայկ Արսեն, Հայկ եւ Արսեն միայն դե տեխնացությունները դա։ Եթե Հայկն կարող է սև խաղալ։ Եթե Արսենը սև չի կրվում խաղը, որովհետև շատ Արսեն, քո տեխնացությունը կա, չունես տեխնացություն։ Մյուսից ես Ձյանան ինքը դրակե։ Ես քեզ լսում եմ տեխնացություններ առաջացան։ նամակ գրես։ Կա երկու տեխնացություն, Արսեն եւ Հայկ։ Դուք ունեք տեխնացություններ դնելով։ Արագ, ձեր երկու տեխնացություն։ Դա պաշտպանել ես ուրիշ տեխնացություն կա։ Չէ, դու ունես տեխնացություն։ Բորիսի տեխնացությունը ընդունված է։ Ունենք 3 տեխնացություն, քննարկումն ավարտված է։ Քննարկումն ավարտած է։ Արսեն, Հայկ եւ Բորիս։ Ով է կողմ որ խաղը լքի Արսենը։ Շնորհակալություն 3 ձայն։ Ով է կողմ որ խաղը լքի Հայկը։ Հալա մի ձայն։ Շնորհակալություն 2 ձայն։ Արսեն 3 ձայնով լքել եք խաղը, արժանացակ անցած խաղի ճակատագրին։ Խնդրեմ 30 վայրկյան ունեք։ Ես խաղի տեխնապահն էի, հարգելի մասնակիցներ։
Նախորդ շրջանում, երբ որ դու պահանջեցիր, որ քեզ պահեն, ես քեզ տվել եմ կյանք, որովհետև կարող է նույն հաջողությամբ դու դուրս գայիր։ Ես խաղի թիկնապահն եմ, ես Դիանային եմ տվել կյանք, քեզ եմ տվել, այդ մի կյանք էլ պահել էի, որ ինձ տայի, բայց ստացվեց։ Եկեք ճանապարհ ենք Արսենին, Արսեն, ցավոք շուտ եք պիտի կարվենք։ Ինչ եք կարծում։ Կրվում եք հիմա։ Ինչ եք կարծում, ինչ է հիմա կատարվելու։ Գրվում են, գրվեցինք, ինչ որ երկու հոգով մնացել է։ Շարունակում ենք Բորշ 2 գեղարվեստական ֆիլմի նկարանումները, զգուշացեք, դռները բացվում են։ Սիրելի դիտողներ, ինչ եք կարծում։ Այս լարված Բորշում կհաղթեն կարմիրները, թե սևերը։ Ունեք ժամանակ գրեք մեկնաբանություններում, դեռ ամեն ինչ ավարտված չէ։ Կարող եք թողնել ձեր կարծիքը, մենք հետևում ենք ձեր կարծիքին, մենք ականջներիս օղ ենք անում ձեր կարծիքը, քանի ասեցի օղ, հիշեցի նաև զանգակ, հետևաբար կարող եք սեղմել զանգակին, բաժանորդագրվել Monk 3-ի էջին, գրել մեկնաբանություններ, գուշակել, թե ով կարող է հաղթել այս խաղը։ Ոստված։ Արսենը անկապ բաներ խոսած խառնի սաղից դուրս եկավ։ Ինձ ուժը թվում է, որ Հայկը հաստատ սև է։ Ինձ թվում է ինչ որ խաղը ավարտվելա զուտ կանչեցին, հետ կանչեն։ Արուսիկը կամուկացի մեջ է, ումա ճիշտ հանել Հայկին։ Թիկնապահ, արի թիկնապահ։ Ապա հովագրելու ժամանակն է ինչ որ մեկի կյանքը թիկնապահ։ Շնորհակալություն, սիրելի թիկնապահ, շնորհակալություն։ Թաղային, քեզ ենք սպասում թաղային։ Արի տեսնենք ինչ ինֆորմացիա ես ուզում մեզանից։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Թաղայինը նույնպես կատարեց իր գործը, ժամանակն է սև գործի, հետևաբար քաղաք եմ հրավիրում մեր սևերին կամ սևին, դուրս եկեք, ազատ է քաղաքը, մարդ չկա քաղաքում, կատարեք ձեր ընտրությունը, ասեք թե ում կյանքն եք ուզում ընդհատել այս գիշեր, իհարկե խաղային կյանքի մասնախոսքը։ Վայ կարո, այ որ ասում խանգարմա ծանոթ լինելու մարդու։ Սա կհանե դարձա։ Բնական։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Թակուն, թակուկ, հետ գնացեք ձեր գրիմանոցներ, կամ գրիմանոց։ Տեսնենք։ Կխնդրեմ ընդամենը մեկ նախադասությամբ, ցանկալի է կարճ նախադասությամբ։ Ինչ է ձեներ գծում գլուկներից, սպանել են գնացեք։ Դակ, գնացեք։ Հոպա, որից խնդրեմ նայիր կարդա, անպայման ցույց տուր եւ բարձր կարդա քո տեսախցի արջը։ Արուսից Բորիսին, Հայկը Կարմիրը, Կարոյին կասկածել է շատ է Հայկին կասկածում, բայց դելով իսկ մստել եմ պիտի էլի վստահեմ, ոնց որ Կարոյին կհանենք։ Սա ցույց տամ ձեզ տեսեք։ Շատ եշագրել բան չեք հասկանա։ Զգուշացեք, մեր Բորշի դռները բացվում են։ Եկեք, առանց լարվելու, եկեք, մնացել ենք տղերքով, այսպես ասած։ Ինչ կարծիքներ ունեք, տղաներ։ Դե ուրեմն Արուսը հաստատ Հայք քեզ Հայք քեզնից էլ սկսում ենք 30 վարկան։ Ուրեմն ինչ որ մեկը ստացել է կտակը, ինչ որ մեկը դու ես Բորիս ու պարզել ես, որ մեր մոտ ունենք մյուս սև խաղացողին, ճիշտ է, թե ունենք ես որպես կարմիր խաղացող, այսինքն ինչ ասես մեկը Տարբերություն չկա։ Հա, դե մի խոսքով ընդունեք Կարոյի տեխնիկան։ Ընդունած է Կարոյի տեխնիկան։ Որտեվ եթե սխեման ճիշտ է, դուրս են գալի, եթե սխալ է անգամ, դեմոնստրացիոն բան կլինի։ Շնորհակալություն։ Կարո 30 վարկյան ունես, արդարացի կամ մեղադրի։ Թեքվեց ին վրա, բայց ինձ ինչ որ մեկը ստուգել է, որ տենց վստահ եք, որ ես սև խաղացող եմ, եթե ինձ անվանում եք սև խաղացող։ Կտակը կարող է իմ այնքը խափի մեզ։
ինչա գրած։ Կարող այդ կտակի մեջ գրած է, որ ասենք դու ես։ Տեխնացություն կարող եք դնել, կարող եք Դե այստեղ խնդիրն է նա, որ հիմա մենք հավատում ենք Բորիսին այն առումը, որ Արուսիկը ասում էր, որ ինքը թաղային է ու ստուգել է Բորիսին, ինքը կարմիր է ձեր եղել։ որոշումն է։ Հա, շատ վտանգավոր է, հիմա չեմ կարող ես չհավատալ։ Ժամանակ, շնորհակալություն Հայկի վրա, որովհետև այս դեպքում Շնորհակալություն ընդունված է Հայկի տեխնացությունը։ Բորիս, ձեր տեխնացությունը չկա, իրար տեխնացությունը են դրա, խնդրեմ 30 վայրկյան։ Դե բնականաբար պետք է կարող ենք վերակել։ Կարա տենց լինի լավ, եթե Արուսը ասենք, չգիտեմ, սև խաղացողեր այսքան խաղաց ոչ մեկ ուրիշ հա, սխալվի, բայց դե քանի որ այսքան հավատացել ենք, պիտի էլի հավատանք։ Ձեզ տարբերություն չկա, որ մեկիդ արդեն կստուգեն, թե մեկը կարմիր է, ուրեմն այն մեկը սև է, նույնն էլ հակառակը։ Բայց եթե հիմա իրան կամ Կարո նկատողություն, քո 30 վայրկյան անցել է։ Վերակելու եմ Կարոին, այսքան հավատացել ենք, պիտի էլի Արուսին հավատան, բայց իսկ ինչ վերաբերում է ինձ, խաղի սկզբից դա ստուգելա, ինձ թվում է բարձր բարձր, եթե հավատում։ իսկ ինչ է գրած։ Շնորհակալություն։ Խաղը քննարկում են սկսում, գազ Ինչ է գրած կտակի մեջ։ Հայկը կարմիրը Կարոին։ Հայկը կարմիր, այսինքն հայկը ստուգված է։ Հա, դե բնականաբար։ Բայց ոնց է հասցրել ստուգի, եթե ինքը խփվավ։ Այսինքն հետո ստուգում հետո է խփում։ Չէի հաշվարկել է։ Ջան, չէի հաշվարկել։ Բացատրեմ իրավիճակը։ Տեխնացիան չկա, Բորիսի գազեր երկսի տեխնացիաները։ Փորձեք համոզել, մի հատ տեսեք ոնց է համոզել։ Ժողովրդի Նա որովհետև հավասար լինեն։ Չեմ պատկերացնում Ոնց է թե լինենք, այսինքն խաղը պրծած պիտի լիներ։ Ստացվում որ ինքը իրան խփած չի լինի, ինքը չբացվել է, իրինան եթե չէր բան չէ, մի խոսքով իրան վստահում ենք։ Բա ով էր մյուս սևը։ Ստուգված կարմիր է, մյուս սևը դու ես։ Կարող է ինչ-որ ես պատասխանելու։ պետք է պարտադիր վստահենք։ Դե պարտադիր չի որ ճիշտ ասած լինի։ Պարտադիր պետք է վստահենք այն նրան։ Բորիսի տեխնացիան արդեն չկա, արդեն վստահել եք, կարող։ Բայց կրվեմ ուրախ կկրվեմ։ Բայց հաստատ չէ։ Բայց լավ հանենք։ Վեր, շնորհակալություն, շնորհակալություն։ Բայց ո՞նց է երկու անգամ է Իրանը հանգետ, ինչ բախտ է։ Անցնում ենք քվեարկության։ Երկու տեխնացություն ունենք՝ Կարոյի, ապա Հայկի։ Դու որոշողն ես այս քվեարկության մեջ, Բորիս, շնորհակալում եմ։ Տեսար ակտիվացան, արդեն ինչ-որ բաներ ես որոշում։ Շատ ակտիվացի։ Կարո եւ Հայկ։ Ով է կողմ, որ խաղը լքի Կարոն։ Շնորհակալություն, այդ նույն սա է։ Շնորհակալություն, երկու ձայն։ Կարո ջան, 30 վայրկյան, իսվիր տպավորությունները, ասա ինչ։ Դե բարդ էր այն պահից սկսած, որ Իրինան շատ միամիտ դուրս եկավ, ես հաշվարկ չի արել, որ լրիվ կմնամ մենակ։ Իսկ դու կողմ ես, որ թեթևակի բորշեցիք այս խաղը։ Այո։ Ես էլի բորշեցի։ Այս նույնն էր էլի։ Միա։ Կարո ջան, եթե շատ հեռու չլներ քո ծրարը, ես կբացեի այդ ծրարը։ Բայց քանի որ ոչ մեկս չունենք չորնա պանտե։ Բայց կարող է ես սև չէի սխալեմ հիշում։ Ինչ։ Սև չէի սխալեմ հիշում։ Հələ եկեք, Բորիսը դու ես։ Հիմա ինչ անեմ, ուզում ես այդ դիքով ես մարկեմ սեղան։ Նստեք, կատակ եմ անում։ Խոստովանեք քո գույն անկեր։ Այո, ես սև էի, երկրորդ անգամ ու Երկրորդ անգամ հաղթեցին կարմիրները, այո, բրավո։ Սևերը պարտվեցին։ Երկու անգամն էլ կարմիրները հաղթեցին, երկու անգամն էլ հաղթեցին Իրինային եւ Կարոյին։ Կարո, ինձ թվում է դու իրան սկսեք մասնակցել երկի բրցումների։ Հա, երկի թե կարող։ Մատա խաղալ չես կարող, երկի թե կարող ես։ Բրավո կարմիր խաղացողներին, ապրես Բորիս, երկու անգամն էլ Իրինան եւ Կարոն սև ընկած պարտվեցին մեր կարմիր ուժեղ թմին։ Ճանապարհում եմ ձեզ, ապրեք որ Հայկ տեսար մինչև խաղի վերջ մնացեք։ Մի հատ ուրախ։ Հայկ դու մարդ ես, որը այդ տնից ես բերևոշ։ Խնդրեմ, ապրեք Բորիս ջան։ Դե ինչ աննախադեպ խաղեր, որովհետև երկու խաղերում էլ նույն սև թիմներ ընկել, իսկ թիկնապահն ու թաղայինը ուղղակի փոխվել էին տեղերով։ Այսինքն հիմնականում ամեն ինչ մնացել էր նույնը, բայց այս անգամ էլի կարմիրները գտնվեցին ավելի ուժեղ, իրար հետևից ուղղակի ճպ քվեարկությունով անեցին սևերին եւ հաղթեցին, որովհետեւ ինչի, որովհետեւ կարմիրները մտածեցին եւ լսեցին։ Իսկ դա ամենակարևորն է մաֆիա դորում։ Երկու անգամ հաղթեցին կարմիր խաղացողները, ես եւս մեկ անգամ շնորհավորում եմ կարմիր թիմին։ Ինչու չեմ ասում առանձին անուններ, որտեղ երկու անգամ էլ կարմիր թիմը ոնց հասկացաք նույնն էր։ Սպասում եմ ձեզ Մաֆիա Դոր 2-ի մյուս հաղորդման ժամանակ։ Ես Խաչատրյան Լևոնն եմ, կարող եք ինձ էլ ընդեղ իմանալ ես ով եմ, այո, տես թաքուն Instagram-ին եք կարող հետևել։ Դիտեք Մաֆիա Դորը, դիտեք Կարմիր խնձորը, դիտեք Monk 3-ի բոլոր պրոյեկտները, մենք ձեզ շատ սիրում ենք, սպասում ենք Տաշիր Արենայի այս բեմին։ Գնաց։